Achsebten ag Giermik kicksets Vretland Megvest inl ag Hegeltalennik. Alani Retetland Gistusa Talkusuk sort in jail, Leek Lebonchikilvetetland Faleket from Magnus Sivkast. Enokal, Hoji Tung, ag Gagils Jrolpnik, Hola Sirtedidensipal Sletik, says Idigeniket Ksalt Formulja. Երանում հունիսյան ցուրտ առավոտ էր, մոխրագույն երկինքը կարծես դիպչում էր քաղաքի կենտրոնի երկնաքերերին։ Անդադար մանր անձրը մայթերը դարձնում էր դողդոջուն հայելիներ, որոնցում արտացոլվում էին երանցիների շտապող կյանքերը։ Հանրապետության հրապարակի կայարանում, տակ հագնված մարդկանց շարժման մեջ, 7-ամյա Մանեն, մի փոքրիկ աղջիկ, հետաքրքրասեր աչքերով դիտում էր նստարանին կծկված մի կնոջ։ Հայրիկ, այդ աղջիկը ցրտած է, ասաց Մանեն, քաշելով 38-ամյա ճարտարապետ Ռաֆայել Օհանյանի բաճկոնը, ով բջջայինով զբաղված էր, սպասելով ավտոբուսին։ Ռաֆայելը արագ բարձրացրեց աչքերը, տեսավ, թե ում էր ցույց տալիս իր դուստրը։ Մի երիտասարդ կին, գծկված բաճկոնի տակ, որը չափազանց բարակ էր այդ կտրուկ ցրտի համար։ Նրա մուգ մազերը խառնաշփոթ էին, իսկ դեմքը թաքնված էր ձեռքերի մեջ։ Թվում էր, թե նա ոչ ոքից ոչինչ չէր խնդրում, պարզապես փորձում էր գոյատել այդ սառնաշունչ առավոտը։ Նա մեր խնդիրը չէ, դուստրս, պատասխանեց Ռաֆայելը, կրկին ուշադրությունը դարձնելով հեռախոսին։ Մեր ավտոբուսը գալիս է։ Բայց Մանեն ժառանգել էր մոր համառությունը։ Մինչ Ռաֆայելը կհասկանար, աղջիկն արդեն մոտեցել էր կնոջը, ձեռքին բռնած արջուկի տեսքով թխվածքաբլիթների տուփը, որը պահել էր դպրոցական լանչ բոքսից։ Տիկին, արջուկ կուզեք։ Դրանք տաք են, քանի որ գրպանումս էին, ասաց Մանեն, մեկնելով թխվածքաբլիթը։ Կինը դանդաղ բարձրացրեց դեմքը, բացահայելով խորը շագանակագույն աչքեր, որոնք կարծես կրում էին աշխարհի ծանրությունը։ Մի ակնթարթում զարմանքի մի փայլ լուսավորեց նրա դեմքը։ Շնորհակալություն փոքրիկս, պատասխանեց նա խռպոտ ձայնով, դողդոջուն մատներով ընդունելով թխվածքաբլիթը։ Երկար ժամանակ է, ինչ ոչ ոք ինձ ոչինչ չի առաջարկել։ Ռաֆայելը շտապ մոտեցավ, պատրաստ դուստրին կշտամբելու, բայց տեսարանում ինչ-որ բան նրան կանգնեցրեց։ Կինը ոչինչ չէր խնդրել, չէր փորձել մոտենալ Մանեին։ Ընդհակառակը, նա կարծես գրեթե վախեցած էր բարության այդ ժեստից։ Հայրիկ, կարող է նա գալ ու մեզ հետ ապրել։ Նա նման է այն գրքի արքայադստերը, որը կարդացել էր ուսուցչուհին, պարզապես թակ չունի, ասաց Մանեն երեխաներին բնորոշ անմիջականությամբ։ Կինը փորձեց ոտքի կանգնել, կարծես ցանկանալով հասկացնել, որ ոչինչ չէր խնդրել, բայց նրա ոտքերը տեղի տվեցին։ Ռաֆայելը ռեֆլեքսորեն օգնեց նրան, զգալով, թե որքան սառած փխրուն էր նա։ Ես լավ եմ, մրմնջաց նա, փորձելով հեռանալ։ Պարզապես ցուրտ է։ Բայց նրա աչքերը շրջվեցին, նա ուշաթափվեց հենց այնտեղ, մարդաշատ կայարանում։ Ռաֆայելը, անակնկալի եկած դուստրը ոտքին կառչած, այլընտրանք չտեսավ, քան տաքսի կանչել անծանոթ կնոջը տուն տանել։ Անպատասխանատու էր, նա դա գիտեր, բայց այդ կնոջ մեջ ինչ-որ բան, հնարավոր է այն արժանապատվությունը, որով նա փորձել էր մերժել օգնությունը, թույլ չէր տալիս նրան պարզապես թողնել այնտեղ։ Ռաֆայելի բնակարանը գտնվում էր կենտրոն թաղամասում, հին շենքերից մեկում, ընդարձակ պատշգամբներով, բարձր առաստաղներով։ Նա ժառանգել էր այդ գույքը ծնողներից, պահպանում էր այն մարդու խնամքով, ով հիշողություններ է պահպանում։ Այն օրվանից, երբ 3 տարի առաջ Գայանեն, նրա կինը, հեռացել էր երկարատ հիվանդությունից հետո, տեղը չափազանց մեծ էր թվում միայն իր Մանեի համար։ Անծանոթուհուն տեղավորեցին բազմոցին, էլեկտրական բուխարու մոտ։ Մանեն վազեց իր սիրելի, աստղերով վերմակը բերելու այն դրեց նրա վրա։ Ինչպես է նրա անունը, հայրիկ, հարցրեց աղջիկը, դիտելով քնած կնոջը։ Չգիտեմ, դուստրս։ Սպասենք, որ նա արթնանա հարցնելու համար։ Մոտ 1 ժամ հետո կինը դանդաղ բացեց աչքերը։ Շփոթված, շուրջը նայեց, փորձելով հասկանալ, թե որտեղ է գտնվում։ Տեսնելով Ռաֆայելին մոտակա բազկաթոռին նստած Մանեին գորգի վրա խաղալիս, նա հանկարծակի փորձեց ոտքի կանգնել։ Հանգիստ, ասաց Ռաֆայելը։ Դուք ուշաթափվել էիք կայարանում։ Ես Ռաֆայելն եմ, սա իմ դուստրն է, Մանեն։ Ինչպես է ձեր անունը։ Նա վարանեց, կարծես փորձելով որոշել, թե արդյոք պետք է ճշմարտությունն ասի։ Սեսիլիա, պատասխանեց նա վերջապես։ Սեսիլիա Լիլիթյան։ Սեսիլիա, դուք ապահով եք այստեղ։ Մանեն պնդեց, որ ձեզ բերենք, անկեղծ ասած, մենք չէինք կարող ձեզ այդպես թողնել կայարանում։ Մանեն մոտեցավ, ձեռքին բռնած լաթե տիկնիկ։
Սեսիլիա արքայադստեր անունը, հայտարարեց աղջիկը։ Կուզեք տեսնել իմ նկարները։ Սեսիլիայի դեմքին ամաչկոտ ժպիտ հայտնվեց, առաջինը։ Նա գլխով արեց, մանեն վազեց իր նկարչական տետրը բերելու։ Պետք չէ դա անել, ասաց Սեսիլիան Ռաֆայելին, երբ աղջիկը հեռացավ։ Հենց ինձ ավելի լավ զգամ, կհեռանամ։ Չեմ ուզում անհանգստացնել։ Մնացեք գոնե մինչ եղանակը լավանա, պատասխանեց նա։ Բացի այդ, արդեն նկատել եք, որ իմ դուստրը համառ է։ Նա ձեզ այդքան հեշտությամբ դուրս չի թողնի։ Այդ գիշեր Ռաֆայելը հյուրասենյակը հարմարեցրեց Սեսիլիայի համար։ Նա մաքուր հագուստ առաջարկեց, որը պատկանել էր իր կնոջը, շապիկ սպորտային տաբատ, որոնք չափազանց մեծ էին թվում Սեսիլիայի փխրուն մարմնի համար։ Ընթրիքի ժամանակ բանջարեղենի ապուր, որը Ռաֆայելը պատրաստել էր, մանեն գերիշխում էր զրույցում, պատմելով դպրոցական պատմություններ հարցնելով, թե արդյոք Սեսիլիան կարող է արքայադուստրեր նկարել։ Կինը դեռս զուսպ, քիչ բառերով էր պատասխանում, բայց նրա աչքերը կենթանանում էին, երբ աղջիկը խոսում էր։ Դուք հրաշալի դուստր ունեք, մեկնաբանեց Սեսիլիան, օգնելով սեղանը հավաքել այն բանից հետո, երբ մանեն քնել էր։ Նա մաքուր սիրտ ունի։ Երբեմն չափազանց մաքուր այս աշխարհի համար, հոգոց հանելով պատասխանեց Ռաֆայելը։ Այն օրվանից, երբ կորցրեցինք կնոջս, մանեն աշխարհը այլ աչքերով է տեսնում։ Միշտ մարդկանց մեջ լավը փնտրելով։ Ցավում եմ ձեր կորստի համար, ասաց Սեսիլիան, նրա ձայնում անկեղծություն կար, որը նախկինում չկար։ Իսկ դուք ընտանիք ունեք, հարցրեց Ռաֆայելը, երկու բաժակ թեյ լցնելով։ Սեսիլիայի դեմքը մթնեց։ Այլս ոչ, պարզապես պատասխանեց նա։ Որոշ կամուրջներ, երբ այրվում են, չեն կարող վերակառուցվել։ Ռաֆայելը հասկացավ, որ զգայուն կետի է դիպել։ Կներեք, չէի ուզում քթիս խոթել։ Ամեն ինչ լավ է, ասաց նա, բաժակը երկու ձեռքով բռնած, ջերմությունը կլանելու համար։ Պարզապես երկար ժամանակ է, ինչ այսպես ոչ ոքի հետ չեմ զրուցել։ Երբ Ռաֆայելը հաջորդ առավոտ արթնացավ, խոհանոցը անթերի մաքուր գտավ, իսկ սեղանին մի գրություն կար։ Շնորհակալություն բարության համար։ Չեմ կարող մնալ։ Սեսիլիա։ Նա հիասթափություն զգաց, որն անակնկալի բերեց նրան։ Մանեն շատ կվշտանար, երբ իմանար, որ իր արքայադուստրը հեռացել է։ Բայց երբ բացեց բնակարանի դուռը թերթը վերցնելու համար, այնտեղ էր Սեսիլիան նստած միջանցքում, դեմքը ձեռքերի մեջ, կարծես ներքին պայքար մղեր, հեռանալու կամ մնալու միջ։ Սուրճը պատրաստ է, պարզապես ասաց Ռաֆայելը։ Եվ մանեն շուտով կարթնանա։ Նա կտխրեր, եթե չկարողանար հրաժեշտ տալ։ Սեսիլիան բարձրացրեց աչքերը, լի լուր երախտագիտությամբ, գլխով արեց, հետելով նրան ներս։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ այդ պարզ ժեստը, վերադառնալը, անհետանալու փոխարեն, կլիներ մի ճանապարհորդության առաջին քայլը, որը հավերժ կփոխեր նրանց կյանքը։ Եթե այս պատմությունը հետաքրքրել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում մեզ, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Հաջորդ օրերը անցան զգույշ ռիթմով, կարծես բոլորը փորձում էին նոր իրականության հողը։ Սեսիլիան մնում էր զուսպ, քիչ խոսելով իր անցյալի մասին, բայց նրա ներկայությունն արդեն զգացվում էր բնակարանի առօրյայում։ Առավոտները սկսվում էին սուրճով, որը նա լուռ պատրաստում էր մինչ բոլորի արթնանալը։ Կեսօրին նա օգնում էր մանեին տնային աշխատանքների հարցում, մինչ Ռաֆայելն աշխատում էր իր ճարտարապետական նախագծերի վրա, հյուրասենյակում տեղադրված աշխատասենյակում։ Ակնհայտ էր, որ Սեսիլիան նուրբ կրթություն ուներ։ Նրա կեցվածքը, խոսելու ձը, այն հղումները, որոնք նա երբեմն բաց էր թողնում։ Մի կեսօր, երբ նա մանեի հետ նկարում էր խոհանոցի սեղանին, աղջիկը խնդրեց նրան արքայադստեր զգեստ նկարել։ Ես ուզում եմ մի զգեստ, որը կփայլի իմ վերմակի աստղերի պես, ոգորությամբ բացատրեց մանեն։ Մի քանի ճշգրիտ գծերով Սեսիլիան ստեղծեց մի նկար, որը աղջկա աչքերը զարմանքից լայն բացեց։ Դա պարզ մանկական ուրվագիծ չէր, այլ բարձրակարգ ատելյեի արժանի էսքիզ, կտորի ընկնելու մանրամասներով, եզրերին, նյութերի ու հարդարման մասին փոքրիկ նշումներով։ Վաու, դուք հեռուստատեսության մարդկանց պես եք նկարում, հիացած բացականչեց մանեն։ Դուք նախկինում նկարիչ էիք։ Տխուր ժպիտ անցավ Սեսիլիայի դեմքով։ Ես հագուստ էի նկարում, շատ վաղուց։ Ռաֆայելը, ով այդ պահին անցնում էր խոհանոցով, կանգ առավ, նկարը դիտելու։ Տպավորված, հարցրեց.
Դուք ոճաբան եք։ Եղել եմ, պատասխանեց Սեսիլիան, արագ պահելով մատիտը։ Այլ կյանքում։ Հենց այդ գիշեր, երբ նա Մանեին քնեցնում էր, Ռաֆայելը նկատեց դստեր մոտ բարձր ջերմություն։ Անհանգստացած զանգահարեց ընտանեկան բժիշկ դոկտոր Պողոսյանին, ով տնային այցեր էր կատարում։ Մանեին զննելուց հետո բժիշկը ախտորոշեց ուժեղ գրիպ, բայց բուժելի համապատասխան դեղամիջոցներով։ Մեկնելուց առաջ դոկտոր Պողոսյանը նկատեց Սեսիլիային, ով զուսպ դիտում էր սենյակի դռնից։ Իսկ դուք, տիկին, ինչպե՞ս եք։ Դուք էլ եք մի փոքր թուլացած թվում, մեկնաբանեց նա։ Ես լավ եմ, արագ պատասխանեց Սեսիլիան, բայց Ռաֆայելը նկատեց, թե ինչպես էր նա հենվում դռան շրջանակին, ակնհայտորեն հոգնած։ Դոկտոր Պողոսյան, կարող եք նա զննել մեր հյուրին։ Նա բավականին ծանր վիճակում էր, երբ գտանք նրան, խնդրեց Ռաֆայելը։ Սեսիլիան փորձեց հրաժարվել, բայց նրա մարմինը դավաճանեց նրան, երբ գլխապտույտից նա սայթաքեց։ Բժիշկը նրան տարավ հյուրասենյակի բազմոցին, կարճած զննումից հետո արձանագրեց ուժեղ ջրազրկում հյուծվածության նշաններ։ Դուք էլ եք խնամքի կարիք ունենում, հաստատեց բժիշկը, նշանակելով վիտամիններ խորհուրդ տալով հանգիստ։ Կա մեկը, ում հետ կարող ենք կապվել։ Որ է բարեկամ։ Ոչ ոքի պետք չէ իմանալ, ես ողջ եմ, թե մահացած, պատասխանեց Սեսիլիան ցածր, բայց ամուր ձայնով։ Դոկտոր Պողոսյանը նշանակալի հայացք փոխանակեց Ռաֆայելի հետ, նախքան հրաժեշտ տալը։ Երբ մենակ մնացին, Ռաֆայելը նստեց բազկաթոռին, բազմոցի դիմաց, որտեղ Սեսիլիան հանգստանում էր։ Դուք պարտավոր չեք պատմել որևէ բան, որը չեք ցանկանում, սկսեց նա։ Բայց ես պետք է իմանամ, թե արդյոք մենք թաքցնում ենք ոստիկանության կողմից հետախուզվող մեկին, կամ նման բան։ Դառը ծիծաղ դուրս եկավ Սեսիլիայի շուրթերից։ Ոչ, ես օրենքից չեմ փախչում։ Ես ինձնից եմ փախչում, հնարավոր է։ Ռաֆայելը գլխով արեց, առանց ճնշելու։ Հաջորդ օրը դեղատուն գնալիս, նա գնեց ոչ միայն նշանակված դեղերը, այլ պրոֆեսիոնալ նկարչական տետր գունավոր մատիտների տուփ։ Նա իրերը դրեց հյուրասենյակի մահճակալի կողքի սեղանին, մի գրությամբ։ Տեսաք, թե ինչպես էին ձեր աչքերը փայլում նկարելիս։ Հնարավոր է, ժամանակն է նորից սկսել։ Երբ ավելի ուշ վերադարձավ, տետրը անձեռնմխելի գտավ, բայց գրությունը անհետացել էր։ Մանեի հիվանդության հետ կապված, Սեսիլիան բնականաբար ստանձնեց խնամողի դերը։ Նա տնական ապուրներ էր պատրաստում, պատմություններ էր կարդում, սառը թրջոցներ էր դնում, երբ ջերմությունը բարձրանում էր։ Ռաֆայելը զարմացած դիտում էր, թե ինչպես էր նա կարծես ճշգրիտ իմանում, թե ինչ անել։ Դուք երեխաների հետ լեզու եք գտնում, մեկնաբանեց նա մի գիշեր, երբ Մանեն վերջապես քնել էր։ Իմ կրտսեր քույրը նա Մանեի տարիքին էր, երբ Սեսիլիան թույլ տվեց, որ նախադասությունը մահանա օդում։ Դա առաջին անգամն էր, որ նա հիշատակում էր իր ընտանիքը։ Երբ ինչ, մեղմորեն հարցրեց Ռաֆայելը։ Երբ ստիպված էի հեռանալ, ավարտեց նա, հայացքը շեղելով։ Որոշ ընտրություններ մեզ հետում են հավերժ։ Հաջորդ շաբաթ, երբ Մանեն առողջացել էր վերադարձել դպրոց, Սեսիլիան սկսեց աշխատանք փնտրել։ Ռաֆայելը նրան գտավ հյուրասենյակում, թերթի հայտարարություններ թերթելիս։ Ես արդեն չափից շատ եմ օգտվել ձեր բարությունից, բացատրեց նա։ Ես պետք է աշխատանք գտնեմ, մի տեղ մնալու համար։ Դուք պարտադիր չէ, որ գնաք, պատասխանեց Ռաֆայելը, զարմացնելով ինքն իրեն պատասխանի արագությամբ։ Ես նկատի ունեմ, Մանեն ձեզ շատ է սիրում, աշխատելիս նրա հետ օգնող մեկը ունենալը եղել է թեթացում։ Ես անժամկետ բարեգործություն չեմ կարող ընդունել։ Դա բարեգործություն չէ։ Ես համաձայնություն եմ առաջարկում։ Դուք մնում եք որպես մեր տնային տնտեսուհի։ Խնամում եք տունը, Մանեին դպրոցից հետո, փոխարենը ունենում եք կացարան արդար աշխատավարձ։ Սեսիլիան բարանեց, մատներով սեղմելով թերթի էջերը։ Ինչու եք ինձ այդքան վստահում։ Դուք ինձ չեք էլ ճանաչում։ Բավականաչափ ճանաչում եմ, պատասխանեց նա։ Տեսել եմ, թե ինչպես եք խնամում Մանեին, ինչպես եք հարգում մեր տարածքը։ Բացի այդ, ավելացրեց նա ժպիտով, ինդուստրը անսխալ ռադար ունի լավ մարդկանց համար։ Մի պահ լռելուց հետո Սեսիլիան գլխով արեց։ Ընդունում եմ, ուրեմն։ Բայց մի պայմանով։ Երբ լիովին կարողանամ ոտքի կանգնել, կվերագնահատենք այս համաձայնությունը։ Համաձայն եմ։ Օրերը վերածվեցին շաբաթների։ Հարմարավետ առօրյա հաստատվեց։
Առավոտյան Սեսիլիան սուրճ էր պատրաստում օգնում Մանեին պատրաստվել դպրոցի համար։ Այնուհետ նա խնամում էր տունը, ազատ ժամերին սկսեց ամաչկոտորեն օգտագործել Ռաֆայելի նրան տված նկարչական տետրը։ Ռաֆայելը մի քանի անգամ նրան բռնեց, տարված իր էսքիզներով։ Էլեգանտ զգեստներ, անհնարին ընկնող կիսաշրջազգեստներ, մանրամասներ, որոնք պարզ կտորները վերածում էին արվեստի գործերի։ Նա միշտ արագ փակում էր տետրը, երբ նկատում էր նրա ներկայությունը։ Մի գիշեր Մանեի քնելուց հետո Ռաֆայելը 2 բաժակ գինի բերեց պատշգամբ, որտեղ Սեսիլիան դիտում էր լուսավորված քաղաքը։ Մեր հաջողված պայմանավորվածության կենացը, առաջարկեց նա մեկնելով բաժակը նրան։ Սեսիլիան ժպտաց, այդ ժպիտները, որոնք դեռ հազվադեպ էին, բայց սկսում էին ավելի հաճախ հայտնվել։ Այն տան կենացը, որը դուք ինձ առաջարկեցիք։ Կարող եմ մի անձնական բան հարցնել, ասաց Ռաֆայելը մի պահ հետո։ Նա զգուշորեն գլխով արեց։ Այդ նկարները զարմանալի են։ Ինչու թողեցիք այդ կարիերան։ Սեսիլիայի դեմքը մթնեց։ Նրա մատները անգիտակցաբար դիպան նախաբազկի։ Փոքրիկ սպիին մի ժեստ, որը Ռաֆայելն արդեն նկատել էր նախկինում։ Որոշ երազանքներ մեզնից գողացվում են, պարզապես պատասխանեց նա։ Եվ երբ փորձում ենք դրանք վերականգնել, արդյունքում ավելի շատ ենք կորցնում, քան պատկերացնում ենք։ Ցավում եմ, ասաց Ռաֆայելը, հասկանալով, որ դիպել է դեռ բաց վերքի։ Ամեն ինչ լավ է։ Այժմ դա անցյալի մաս է։ Բայց ամեն ինչ լավ չէր, երկուսն էլ դա գիտեին։ Այդ գիշեր, սակայն, նշանավորեց նրանց միջ նոր մտերմության սկիզբը, ոչ ռոմանտիկ, բայց հիմնված վստահության փոխադարձ հարգանքի վրա։ Հաջորդ հանգստյան օրերին Ռաֆայելն առաջարկեց զբոսնել հաղթանակի զբոսայգում։ Դա Երանի այն հազվագյուտ ձմեռային օրերից էր, տաք արով արտակարգ կապույտ երկնքով։ Եկեք պիկնիկ անենք, ինչպես հին ժամանակներում, ուրախությունից ցատկելով բացականչեց Մանեն։ Մինչ աղջիկը վազվզում էր մարգագետնում, աղավնիներին հետապնդելով, Ռաֆայելը Սեսիլիան նստեցին ծառի ստվերի տակ փռված սփռոցի վրա։ Նրանք լուր հարմարավետ դիտում էին Մանեին։ Նա ձեզ է նման, մեկնաբանեց Սեսիլիան։ Ձեր վճռական կերպարն ունի։ Ռաֆայելը ժպտաց։ Բնավորությունը ամբողջությամբ մորից է։ Գայանեն համառ էր, ինչպես փակ դուռը։ Դա առաջին անգամն էր, որ նա կնոջ անունը հիշատակում էր Սեսիլիայի ներկայությամբ։ Դուք դեռ շատ եք կարոտում նրան, նկատեց Սեսիլիան։ Դա հարց չէր։ Ամեն օր։ Ոչ միայն ես, այլ հատկապես Մանեն։ Նա շատ փոքր էր, երբ Գայանեն հիվանդացավ։ Հիվանդությունը արագ էր, ավերիչ։ Ինչպես շարունակեցիք առաջ գնալ։ Մեկ օրը մեկ օրվա հետ, պատասխանեց Ռաֆայելը, դիտելով դստերը։ Փոքրիկ ուրախություններ գտնելով, նոր առօրյա ստեղծելով։ Սովորեցինք գրել բացակայությունը։ Սեսիլիան լռեց, կլանելով նրա խոսքերը։ Այնուհետ, վարանելով, ձեռքը դրեց նրա ձեռքին կարճ ժամանակով։ Դուք ուժեղ եք։ Ավելի ուժեղ, քան պատկերացնում եք։ Այդ պարզ հպումը, առաջին կամավոր ֆիզիկական շփումը, որ նա նախաձեռնել էր, ջերմության ալիք ուղարկեց Ռաֆայելի ձեռքով։ Նրա մեջ ինչ-որ բան կար, փխրունության ուժի խառնուրդ, որն ավելի ու ավելի էր հետաքրքրում նրան։ Այդ գիշեր, զբոսանքից վերադառնալուց Մանեի հյուծված քնելուց հետո, Ռաֆայելը Սեսիլիային գտավ խոհանոցում, թեյ պատրաստելիս։ Շնորհակալություն այսօրվա համար, ասաց նա։ Շատ ժամանակ էր անցել, ինչ ես ինձ նման բանի մաս չէի զգում։ Ընտանիքի մասը, ռիսկի դիմեց Ռաֆայելը։ Սեսիլիայի աչքերը արցունքներով լցվեցին, որոնք նա փորձեց թաքցնել։ Այո։ Դա։ Ռաֆայելը մոտեցավ, մեղմորեն դիպչելով նրա ուսին։ Դուք ապահով եք այստեղ, Սեսիլիա։ Մեզ հետ։ Նա գլխով արեց, անկարող խոսելու։ Այդ պահին երկուսն էլ զգացին, որ ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ, մի դուռ բացվեց հնարավորությունների համար, որոնք նրանցից ոչ ոք նախկինում չէր քննարկել։ Այն, ինչ նրանք չգիտեին, այն էր, որ Սեսիլիայի անցյալը պատրաստվում էր հասնել նրանց, բացահայելով գաղտնիքներ, որոնք կսպառնային այն փխրուն երջանկությանը, որը նրանք սկսում էին կառուցել։ Երանի նորաձության շաբաթը պատրաստվում էր սկսվել, քաղաքը թրթռում էր երկրի ամենամեծ նորաձության իրադարձության սպասումով։ Գունագեղ գովազդային վահանակները ցուցադրում էին հայտնի մոդելների դեմքերը, Վալենտինա Սարգսյանի, Պահի Ոճաբանի անունը առանձնահատուկ տեղ էր գրավում մասնագիտացված ամսագրերի վերնագրերում։
Երեքշաբթի առավոտյան Ռաֆայելը անուշադիր թերթում էր թերթը, սուրճ խմելիս։ Նորաձության շաբաթվա մասին հոդվածը գրավեց նրա ուշադրությունը, ոչ թե բովանդակությամբ, այլ էջի անկյունում գտնվող փոքրիկ լուսանկարով։ Վերնագիրը գրված էր. Հիշելով սկանդալները։ 5 տարի առաջ խոստումնալից ոճաբան Սեսիլիա Լիլիթյանը մեղադրվեց գրագողության մեջ Վալենտինա Սարգսյանի կողմից անհետացավ նորաձության ասպարեզից։ Բաժակը գրեթե սահեց նրա ձեռքերից։ Լուսանկարում ավելի երիտասարդ Սեսիլիան, երկար մազերով վստահ արտահայտությամբ, ժպտում էր իր դիզայների կողքին, ցուցադրության ժամանակ։ Ռաֆայելը մի քանի անգամ կրկին կարդաց հոդվածը, անհավատալիորեն։ Տեքստի համաձայն Սեսիլիան մեղադրվել էր Վալենտինա Սարգսյանի, այդ ժամանակվա իր մենթորի ղեկավարի դիզայները գողանալու դրանք որպես իր սեփականը վաճառելու մեջ։ Սկանդալն այնքան մեծ էր եղել, որ Սեսիլիան պարզապես անհետացել էր մեկ գիշերում, առանց հրապարակայնորեն պաշտպանվելու մեղադրանքներից։ Ռաֆայելն արագ ծալեց թերթը, երբ մոտեցող քայլեր լսեց։ Սեսիլիան մտավ խոհանոց, հագած պարզ գոգնոց իր փոխառու հագուստի վրայից, որն այժմ կազմում էր նրա զգեստապահարանը։ Բարի առավոտ, ժպտաց նա, այդ ժպիտը, որն ավելի ու ավելի հաճախ էր հայտնվում։ Մանեն արդեն գրեթե պատրաստ է դպրոցի համար։ Ավելի շատ սուրճ կուզեք։ Ոչ, շնորհակալություն, պատասխանեց նա, փորձելով բնական պահվածք ունենալ։ Այսօր կարոր հանդիպում ունեմ, հնարավոր է ուշ վերադառնամ։ Սեսիլիան գլխով արեց, առանց նրա անհանգստությունը նկատելու։ Օրը նրա համար անցավ նորմալ, Մանեին տարավ դպրոց, կարգի բերեց տունը, պատրաստեց ճաշը։ Կեսօրին նա նստեց պատշգամբում իր նկարչական տետրով, աշխատելով նոր նախագծի վրա, որը գաղտնի էր պահում։ Ռաֆայելը, սակայն, չէր կարողանում կենտրոնանալ իր աշխատանքի վրա։ Ճաշի ժամանակ հաճախորդների հետ նա ներողություն խնդրեց գնաց զուգարան, իր բջջային հեռախոսով ավելին փնտրելու գործի մասին։ Նա հայտնաբերեց հին հոդվածներ, որոնք մանրամասնում էին մեղադրանքները։ Վալենտինա Սարգսյանը, հայտնի հայ ոճաբաններից մեկը, հրապարակայնորեն մեղադրել էր իր նախկին օգնականին իր բացառիկ հավաքածուի դիզայները պատճենելու դրանք որպես իր սեփականը վաճառելու փորձի մեջ։ Ապացույցները համոզիչ էին թվում, համեմատական լուսանկարները ցույց էին տալիս անվիճելի նմանություններ աշխատանքների միջ։ Սեսիլիան սկզբում հերքել էր, բայց անհետացել էր մինչ դատական գործընթացի ավարտը։ Մամուլի նորաձության աշխարհի համար նրա անհետացումը մեկնաբանվեց որպես մեղքի ընդունում։ Տուն վերադառնալիս Ռաֆայելը Մանեին Սեսիլիային գտավ հյուրասենյակում, մանկական ֆիլմ դիտելիս։ Դուստրը փաթաթված էր Սեսիլիայի ծնկներին, ով անուշադիր շոյում էր նրա մազերը։ Տեսարանը ընտանեկան մտերմության էր, որը նրան ստիպեց վարանել դռան մոտ, գրեթե որպես անծանոթ զգալով իրեն։ Հայրիկ, բացականչեց Մանեն, տեսնելով նրան։ Սեսիլիան բրիգադեյրո է պատրաստել, թույլ է տվել ինձ լիզել կաթսան։ Սեսիլիան ժպտաց, շփոթված։ Միայն մի փոքր։ Խոստանում եմ, որ նա նախկինում ճիշտ է ընտրել։ Ռաֆայելը ստիպողաբար ժպտաց, անկարող հաշտեցնելու իր արջի քնքուշ կնոջը կարդացած հոդվածներում նկարագրված անձնավորության հետ։ Այն բանից հետո, երբ Մանեն քնել էր, նա գիտեր, որ պետք է դիմակայել իրավիճակին։ Նա Սեսիլիային գտավ խոհանոցում, ավարտելիս լվանալ ամանեղենը։ Կարող ենք խոսել, հարցրեց նա, թերթը սեղանին դնելով։ Սեսիլիան շրջվեց, ձեռքերը սրբելով գոգնոցով։ Նրա հայացքը ընկավ ծալված թերթի վրա, ցույց տալով նրա հին լուսանկարը։ Ամբողջ արյունը կարծես դուրս եկավ նրա դեմքից։ Երկար ժամանակ նա անշարժ մնաց, կարծես քարացած լիներ։ Այնուհետ, դանդաղորեն, նստեց սեղանին դողդոջուն մատներով դիպավ պատկերին։ Ես մտածում էի, թե երբ դա կպատահի, ասաց նա, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Ճիշտ է։ Դուք գողացել։ Եք այդ դիզայնները, ուղիղ հարցրեց Ռաֆայելը։ Ոչ։ Պատասխանը եկավ ամուր, առանց վարանելու։ Նրա աչքերը հանդիպեցին նրա աչքերին այնպիսի ինտենսիվությամբ, որը զարմացրեց նրան։ Ես երբեք ոչ ոքից ոչինչ չեմ գողացել։ Ես դավաճանվել եմ օգտագործվել որպես քավության նոխազ։ Այդ դեպքում, ինչու փախչել։ Ինչու չպաշտպանվել։ Դառը ծիծաղ դուրս եկավ նրա շուրթերից։ Դուք կարծում եք, որ չեմ փորձել։ Վալենտինա Սարգսյանը հզոր է, Ռաֆայել։ Նա կապեր ունի ամբողջ արդյունաբերության մեջ, ընկերներ մամուլում։ Երբ փորձեցի ցույց տալ իմ օրիգինալ էսքիզները, որոնք ամիսներ առաջ էին նրա էսքիզներից, ոչ ոք չուզեց տեսնել։
Երբ վկաներ ներկայացրի, նրանք առեղծվածային կերպով փոխեցին իրենց ցուցմունքները։ Նա խորը շունչ քաշեց, կարծես յուրաքանչյուր բառ ցավոտ լիներ։ Վալենտինան իմ մենթորն էր, իմ ոգեշնչումը։ Ես լիովին վստահում էի նրան։ Մի օր ես գտա իմ էսքիզների տետրը նրա սեղանին։ Նա ասաց, որ պարզապես հիանում է իմ աշխատանքով։ 3 ամիս անց նա թողարկեց մի հավաքածու, զարմանալիորեն նման իմ դիզայններին։ Երբ հարցրի, նա շրջեց խաղը, հրապարակայնորեն մեղադրելով ինձ գողության մեջ։ Հնարավոր չէր ապացուցել ձեր անմեղությունը։ Իմ բնակարանը կոտրեցին մեղադրանքից օրեր անց։ Տարան իմ օրիգինալ տետրերը, համակարգիչս, ամեն ինչ, ինչ կարող էր ինձ պաշտպանել։ Ստացա քողարկված սպառնալիքներ։ Հասկացա, որ դա մի պայքար էր, որը չէի կարող հաղթել։ Ռաֆայելը ուսումնասիրեց նրա դեմքը, փնտրելով ստի նշաններ։ Նա գտավ միայն ցավ զսպված զայրույթ, որը կարծես ներսից էր սպառում Սեսիլիային։ Ինչու եք ինձ հիմա պատմում սա։ Դուք կարող էիք այլ պատմություն հորինել։ Սեսիլիան բարձրացրեց աչքերը նրա վրա։ Որովհետև այս ամիսների ընթացքում դուք մանեն ինձ տվեցիք մի բան, որը ես կորցրել էի։ Վստահություն։ Եվ ես չեմ կարող դրան պատասխանել ստերով։ Ռաֆայելը դանդաղ գլխով արեց։ Նա ուզում էր հավատալ նրան, բայց կասկածները պահպանվում էին։ Ինչ պատահեց այն բանից հետո, երբ դուք անհետացաք։ Փորձեցի նորից սկսել այլ քաղաքներում։ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում։ Բայց սկանդալը հետում էր ինձ։ Նորաձության արդյունաբերության մեջ ոչ ոք ինձ աշխատանք չէր տա։ Արդյունքում ընդունեցի ավելի ու ավելի անկայուն աշխատանքներ, մինչ որ այլս չկարողացա վճարել վարձը։ Երանի փողոցները իմ վերջին միջոցն էին։ Նրա ձեռքերը դողում էին սեղանին։ Ռաֆայելը ակամայից իր ձեռքերով ծածկեց դրանք։ Ես հավատում եմ ձեզ, ասաց նա, զարմացնելով երկուսին էլ իր համոզմունքի ամրությամբ։ Սեսիլիայի աչքերը արցունքներով լցվեցին։ Պետք չէ։ Նույնիսկ ես ինքս ինձ չէի հավատա, եթե ձեր տեղը լինեի։ Ես լավ եմ գնահատում բնավորությունը, պատասխանեց նա կիսաժպիտով։ Բացի այդ, ինչպես ինքներդ ասացիք, Մանեն ռադար ունի լավ մարդկանց համար։ Այդ գիշեր նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Մի արգելք քանդվել էր։ Հաջորդ օրերին Սեսիլիան սկսեց ավելի բացվել, կիսվելով իր նախկին կյանքի փոքրիկ պատմություններով։ Իր մանկությունը Սյունիքի մարզում, իր նորաձության ուսումը Փարիզում, դժվարությամբ ստացված կրթաթոշակով, իր երազանքները ստեղծելու մի ապրանքանիշ, որը կգնահատեր հայկական արհեստագործությունը։ Մի ուրբաթ գիշեր, երբ Մանեն արդեն քնել էր, Ռաֆայելը Սեսիլիային գտավ պատշգամբում, դիտելիս քաղաքի վրա թափվող մանր անձրը։ Նա նրան մի բաժակ գինի առաջարկեց, որը նա ժպիտով ընդունեց։ Ես մտածում էի, սկսեց նա, հենվելով նրա կողքի ճաղաշարին։ Դուք պետք է կրկին նկարեք պրոֆեսիոնալ կերպով։ Սեսիլիան գլխով արեց։ Այդ երազանքը մեռած է, Ռաֆայել։ Երազանքները այդքան հեշտ չեն մահանում, պնդեց նա։ Ես տեսել եմ ձեր վերջին նկարները։ Դրանք արտակարգ են։ Եվ ինչ անեմ դրանց հետ։ Արդյունաբերության մեջ ոչ ոք ինձ հնարավորություն չէր տա։ Հնարավոր է, արդյունաբերության կարիքը չկա։ Ոչ հիմա։ Սկսեք փոքրից, բացառիկ կտորներ, առցանց վաճառք, լուսարձակներից հեռու, մինչ պատրաստ լինեք դիմակայելու ձեր անցյալին։ Նա նայեց նրան, զարմացած առաջարկից։ Ինչու է դա ձեզ այդքան հուզում։ Որովհետև Ռաֆայելը վարանեց, հասկանալով, որ վտանգավոր տարածք է մտնում։ Որովհետև ես տեսել եմ, թե ինչ է պատահում, երբ ինչ-որ մեկը հրաժարվում է ապրելուց։ Գայանեի մահից հետո ես էլ գրեթե կորցրի ինձ։ Մանեն փրկեց ինձ։ Ստիպեց ինձ հասկանալ, որ պետք է շարունակեմ նրա համար։ Սեսիլիան մեղմորեն դիպավ նրա թին։ Դուք լավ հայր եք։ Եվ լավ մարդ եք, Ռաֆայել։ Նրանց հայացքները հանդիպեցին, մի պահ աշխարհը կարծես դադարեց։ Ռաֆայելը մի փոքր թեքվեց դեպի նա, զգալով պահի էլեկտրականությունը։ Սեսիլիան չհետ քաշվեց։ Նրանց շուրթերը միլիմետրերով էին հեռու, երբ հեռախոսը զրնգաց, կոտրելով հմայքը։ Դա դայակն էր, ով երբեմն հոգ էր տանում Մանեի մասին, հայտնելով, որ հաջորդ օրը չի կարող գալ, ըստ պայմանավորվածության։
Երբ Ռաֆայելը վերադարձավ պատշգամբ, պահն անցել էր, բայց նրանց միջ ինչ-որ բան էր կախված օդում, հնարավորություն մի ապագա, որը նրանցից ոչ ոք դեռ չէր համարձակվում անվանել։ Հաջորդ օրը, երբ Ռաֆայելը Մանեին բալետ էր տանում, Սեսիլիան որոշեց կարգի բերել իր կուտակած որոշ իրեր։ Իր քիչ հագուստները դասավորելիս նա գտավ այն քարտը, որը դոկտոր Պողոսյանը թողել էր իր վերջին այցելության ժամանակ։ Մի ակնթարթում նա զանգահարեց նրան։ Դոկտոր Պողոսյան։ Սեսիլիան է, Ռաֆայել Օհանյանի հյուրը։ Պետք է մի քանի բժշկական հարցեր տայի, եթե ժամանակ ունեք։ Բժիշկը նրան ընդունեց իր կլինիկայում հենց այդ կեսօրին։ Սեսիլիան բացատրեց իր իրավիճակը, տարիների ծայրահեղ սթրեսը, վատ սնունդը, դրսում անցկացրած գիշերները։ Նա ուզում էր իմանալ, թե արդյոք իր առողջությանը մշտական վնաս է հասցվել։ Ֆիզիկապես դուք լավ եք վերականգնվում, հաստատեց բժիշկը նրան զննելուց հետո։ Բայց հուզական սպիներն ավելի երկար ժամանակ են պահանջում։ Արդեն մտածել եք թերապիայի մասին։ Սեսիլիան տխուր ժպտաց։ Ես դրա համար ֆինանսական պայմաններ չունեմ, դոկտոր։ Ես գիտեմ մի սոցիալական նախագիծ, որն անվճար հոգեբանական օգնություն է առաջարկում։ Ես կարող եմ ձեզ ուղղորդել։ Կլինիկայից դուրս գալիս Սեսիլիան ավելի թեթ զգաց իրեն։ Նա նորից վերցնում էր իր կյանքի ղեկը, քայլ առ քայլ։ Նա որոշեց անակնկալ մատուցել Մանեին Ռաֆայելին, ընթրիքի համար կպատրաստեր իր տատիկի հատուկ բաղադրատոմսը։ Շուկա գնալու ճանապարհին նա անցավ մի կտորեղենի խանութի կողքով։ Ցուցափեղկում մի մանեկեն ցուցադրում էր մի զգեստ, որը նա անմիջապես ճանաչեց որպես իր գողացված դիզայներից մեկը, այժմ Վալենտինա Սարգսյանի ավելի մատչելի գծի մասը։ Նա քարացավ, դիտելով իր սեփական աշխատանքը, որը վերափոխվել վաճառվում էր նրա կողմից, ով ոչնչացրել էր իր կարիերան։ Խանութի աշխատակցուհին մոտեցավ ցուցափեղկին, ճանաչեց Սեսիլիային։ Նրա աչքերը լայն բացվեցին, նա արագ հեռացավ, հավանաբար ղեկավարությանը զգուշացնելու համար։ Սեսիլիան չսպասեց, շրջվեց, արագ քայլեց հակառակ ուղղությամբ, սիրտը ուժեղ բաբախում էր կողոսկրերի դեմ։ Այդ անսպասելի հանդիպումը խորապես ցնցեց նրան։ Բնակարան վերադառնալով, նա սկսեց հավաքել իր քիչ իրերը, խուճապի մատնված։ Իսկ եթե աշխատակցուհին տարածեր, որ տեսել է նրան։ Իսկ եթե Վալենտինան իմանար, թե որտեղ է նա։ Ավելի վատ, իսկ եթե Ռաֆայելն ու Մանեն ներգրավվեին իր սկանդալի մեջ։ Երբ Ռաֆայելը Մանեի հետ եկավ, նա Սեսիլիային գտավ փոքրիկ ուսապարկով։ Ինչ է կատարվում, շփոթված հարցրեց նա։ Ես պետք է գնամ, պատասխանեց նա, խուսափելով նրա հայացքից։ Ես չափից շատ եմ մնացել։ Արդեն չարաշահել եմ ձեր հյուրընկալությունը։ Սեսիլիա, եթե դա այն է, ինչի մասին երեկ խոսեցինք։ Դա չէ, ընդհատեց նա։ Պարզապես իմ ներկայությունը կարող է խնդիրներ բերել ձեզ համար։ Ես արդեն բավական վնաս եմ հասցրել։ Մանեն, հասկանալով, թե ինչ էր կատարվում, կառչեց Սեսիլիայի ոտքին։ Դուք խոստացաք ինձ վաղը զգեստներ նկարել սովորեցնել։ Դուք խոստացաք։ Սեսիլիան ծնկի իջավ, նայելով աղջկա աչքերին։ Որոշ խոստումներ դժվար է կատարել, փոքրիկս։ Նույնիսկ երբ շատ ենք ցանկանում։ Դա իմ պատճառով է։ Ես ինչ-որ սխալ բան արել եմ։ Մանեի ձայնը խեղդված էր։ Ոչ, սիրելիս։ Դու կատարյալ ես։ Ես եմ, ով պետք է ինքս ինձ մեջ որոշ բաներ շտկեմ։ Ռաֆայելը դիտում էր տեսարանը, բաժանված Սեսիլիայի որոշման հանդեպ հարգանքի նրան կանգնեցնելու ցանկության մեջ։ Այն քիչ ամիսների ընթացքում, որ նա այնտեղ էր, նա անփոխարինելի էր դարձել, ոչ միայն որպես օգնություն Մանեի տան հարցում, այլ որպես ներկայություն, որը լույս էր վերադարձրել նրանց կյանքին։ Կարող ենք խոսել դրա մասին, խնդրեց նա։ Ինչ խնդիր էլ լինի, մենք կարող ենք միասին լուծել։ Սեսիլիան գլխով արեց։ Որոշ մարտեր մենք պետք է մենակ մղենք, Ռաֆայել։ Մանեն վազեց իր սենյակ, վերադարձավ, ձեռքին իր ամենաթանկարժեք փափուկ արջուկը։ Տար պարոն արջուկին քեզ հետ։ Նա կպաշտպանի քեզ։ Սեսիլիան ընդունեց խաղալիքը, անկարող զսպելու արցունքները։ Նա ուժեղ գրկեց Մանեին, կլանելով նրա մանկական շամպունի անմեղության հոտը։ Այնուհետ, առանց Ռաֆայելին նայելու, վերցրեց իր ուսապարկը, գնաց դեպի դուռը։ Սեսիլիա, կանչեց Ռաֆայելը, նրա ձայնը դավաճանում էր զսպված հուզմունքը։ Սա միշտ կլինի ձեր տունը։ Միշտ տեղ կլինի ձեզ համար այստեղ։
Նա կարճ գլխով արեց դուրս եկավ, մեղմորեն փակելով դուռը իր հետից։ Միջանցքում նա մի պահ հենվեց պատին, պայքարելով վերադառնալու ցանկության դեմ։ Բայց վախն ավելի ուժեղ էր, վախ, որ իր անցյալը կոչնչացնի այն երջանկությունը, որը նա գտել էր նրանց հետ։ Բնակարանը դատարկ էր թվում առանց Սեսիլիայի։ Ռաֆայելը փորձում էր Մանեի համար նորմալություն պահպանել, բայց բացակայությունը զգացվում էր յուրաքանչյուր անկյունում։ Պակաս բարդ նախաճաշում, աղջկա հագուստում, որոնք նա փորձում էր համադրել առանց նույն տաղանդի, լռության մեջ, որը լցնում էր այն տարածքները, որտեղ նախկինում մեղմ զրույցներ էին եղել։ Մանեն ամեն օր հարցնում էր նրա մասին։ Առաջին շաբաթ Ռաֆայելը բացատրեց, որ Սեսիլիան պետք է լուծեր որոշ անձնական հարցեր։ Երկրորդ շաբաթ ասաց, որ երբեմն մեծահասակներին մենակ ժամանակ է պետք։ Երրորդ շաբաթ, երբ դուստրը հարցրեց, թե արդյոք Սեսիլիան հեռացել է, քանի որ նրանց բավականաչափ չէր սիրում, Ռաֆայելը չգիտեր, թե ինչ պատասխանել։ Երբեմն, դուստրս, մարդիկ հեռանում են ոչ թե սիրո պակասից, այլ դրա ավելցուկից։ Վախենալով վնասել նրանց, ում սիրում են։ Բայց ինչպես կարող է սերը վնասել մեկին, հարցրեց Մանեն երեխաների պարզ տրամաբանությամբ։ Ռաֆայելը հոգոց հանեց, մտածելով, թե ինչպես բացատրի մեծահասակների բարդությունները 7-ամյա երեխային։ Դա նման է, երբ դու քո սիրելի խաղալիքները հատուկ տուփի մեջ ես դնում, դրանք պաշտպանելու համար, այլ ոչ թե ամեն օր դրանցով խաղում։ Դու դա անում ես, որովհետև շատ ես հոգ տանում, հասկանում ես։ Մանեն գլխով արեց, ամբողջությամբ համոզված չլինելով։ Այդ գիշեր, քնելուց առաջ, նա մի թուղթ վերցրեց 3 ձողիկ մարդուկ նկարեց, մի բարձրահասակ տղամարդ, մի փոքրիկ աղջիկ, նրանց միջ մի կին մեծ ժպիտով։ Մանկական տառերով գրեց. Մեր ընտանիքը դրեց բարձի տակ։ Կյանքը շարունակվում էր։ Ռաֆայելը նոր տնային տնտեսուհի վարձեց, տիկին Զարային մի տարեց տիկին, ով լավ էր խնամում տունը, բայց չգիտեր արքայադուստրեր նկարել կամ պատմություններ պատմել, ինչպես Սեսիլիան։ Իր ճարտարապետական աշխատանքում նա կենտրոնանում էր ավելի ու ավելի դժվար նախագծերի վրա, կարծես ցանկանալով լրացնել դատարկությունը գծերով, անկյուններով, կառուցվածքային հաշվարկներով։ Մինչդեռ, քաղաքի մյուս կողմում, Սեսիլիան փորձում էր վերակառուցել իր կյանքը։ Այն գումարով, որը Ռաֆայելը պնդել էր, որ նա ընդունի, նա պարզ սենյակ վարձեց Էրեբունի թաղամասի մի հյուրանոցում։ Նա աշխատանք գտավ որպես կարիչ մի փոքրիկ կարի արտադրամասում, որը դպրոցական համազգեստներ հիմնական հագուստ էր արտադրում։ Աշխատանքը շատ ցածր էր իր կարողություններից, բայց գոնե թույլ էր տալիս գոյատել։ Ազատ ժամերին նա հաճախում էր թերապիայի ծրագիրը, որը դոկտոր Պողոսյանը խորհուրդ էր տվել։ Մի սեանսի ժամանակ հոգեբանը նրան առաջարկեց կրկին նկարել, որպես արտահայտման բուժման միջոց։ Ես վախենում եմ, խոստովանեց Սեսիլիան։ Նկարելը ինձ հիշեցնում է այն ամենը, ինչ կորցրել եմ։ Կամ հնարավոր է, որ այն ձեզ կստիպի վերագտնել, թե ով եք դուք իրականում, պատասխանեց թերապտը։ Այդ գիշեր Սեսիլիան բացեց այն տետրը, որը Ռաֆայելը նրան տվել էր, միակ անձնական իրը, որը նա բերել էր հագուստից Մանեի արջուկից բացի։ Նա սկսեց վարանող գծեր գծել, որոնք շուտով հոսք ստացան։ Դրանք նորաձության դիզայններ չէին, այլ հիշողությունների էսքիզներ։ Մանեի ժպիտը, Ռաֆայելի ձեռքերը, սուրճի բաժակ բռնած, բնակարանի պատշգամբից տեսարանը անձրոտ առավոտյան։ Շաբաթներ անցան։ Մի շաբաթ օր առավոտյան Ռաֆայելը Մանեին տարավ երիտասարդության զբոսայգի։ Մինչ աղջիկը խաղում էր մանկական խաղահրապարակում, նա անուշադիր դիտում էր շրջապատի մարդկանց։ Հենց այդ ժամանակ նա տեսավ նրան, Սեսիլիային, նստած հեռու նստարանին, իր տետրում նկարելիս։ Նա ուրիշ էր թվում։ Ավելի կարճ մազեր, նոր հագուստ, ավելի ուղիղ կեցվածք։ Բայց դա նա էր, անկասկած։ Նրա առաջին մղումը կանչելն էր նրան, վազել դեպի նա։ Նա զսպեց իրեն։ Նա ընտրել էր հեռանալ, նա հարգել էր նրա որոշումը։ Հիմա միջամտելը եսասիրություն կլիներ։ Այնուամենայնիվ, նա չէր կարողանում հեռացնել հայացքը։ Ինչ-որ հիպնոսացնող բան կար նրա մատների պարի մեջ թղթի վրա, ձերին կյանք հաղորդելիս։ Մանեն, միշտ դիտող, հետեց նրա հայացքին անմիջապես ճանաչեց Սեսիլիային։ Մինչ Ռաֆայելը կկարողանար կանգնեցնել նրան, աղջիկը վազեց դեպի նա։ Սեսիլիա, Սեսիլիա։ Սեսիլիան բարձրացրեց աչքերը, քարացած, տեսնելով Մանեին իրեն ընդառաջ վազելիս։ Մի ակնթարթում նա մտածեց փախչել, բայց ժամանակ չուներ։ Աղջիկն արդեն նետվել էր նրա գրկին։ Դուք վերադարձաք։ Ես գիտեի, որ դուք կվերադառնաք։
Մանե, ես… Սեսիլիան չկարողացավ ավարտել նախադասությունը չափազանց հուզված անսպասելի վերամիավորումից։ Ռաֆայելը դանդաղ մոտեցավ, ժամանակ տալով նրան ինքն իրեն հավաքելու։ Երբ նրանց հայացքները հանդիպեցին, նա նրա մեջ նոր ուժ նկատեց, մի բան, որը նախկինում չկար։ «Կներեք», ասաց նա։ Նա ձեզ տեսավ, ես չկարողացա կանգնեցնել նրան։ «Ամեն ինչ լավ է», պատասխանեց Սեսիլիան, դեռ գրկած Մանեին։ «Ես կարոտում էի ձեզ»։ Խոստովանությունը կախված էր նրանց միջ օդում, լի հնարավորություններով։ Ռաֆայելը նկատեց բաց նկարչական տետրը նստարանին։ Դրանք նրանց… Իր Մանեի էսքիզներն էին, նուրբ ճշգրիտ գծերով արված, որոնք բացահայտում էին ոչ միայն տաղանդ, այլ սեր։ «Մենք էլ էինք ձեզ կարոտում», խոստովանեց նա։ «Տունը նույնը չէ առանց ձեզ»։ Մանեն, անտեղյակ մեծահասակների լարվածությունից, աշխույժ խոսում էր, Սեսիլիային պատմելով դպրոցի մասին, տիկին Զարայի մասին, ով շատ չոր թխվածքներ էր պատրաստում, այն մասին, թե ինչպես էր պահել բոլոր նկարները, որոնք նրանք միասին արել էին։ «Ինչու՞ չեք վերադառնում տուն», վերջապես հարցրեց աղջիկը, երեխաներին բնորոշ ուղղակիությամբ։ Սեսիլիան նայեց Ռաֆայելին, անվստահ։ «Հրավերը դեռ ուժի մեջ է», մեղմորեն ասաց նա։ «Միշտ»։ Նա խորը շունչ քաշեց, կարծես քաջություն հավաքելով։ «Ես հիմա ուրիշ եմ, Ռաֆայել։ Ես փորձում եմ վերակառուցել ինձ, դիմակայել իմ դերին։ Մենք չենք սպասում, որ դուք կատարյալ լինեք։ Միայն թե լինեք ինքներդ ձեզ»։ Նա հայացքը շեղեց, կլանելով նրա խոսքերը։ Կարող եմ այցելել ձեզ այս շաբաթվա ընթացքում։ Ավելի լավ խոսելու համար։ Մանեի դեմքը լուսավորվեց։ Այո։ Վաղը։ Եվ դուք կարող եք նորից մնալ մեր տանը։ Մանե, մեղմորեն զգուշացրեց Ռաֆայելը։ Ժամանակ տանք Սեսիլիային որոշելու, թե ինչպես է ուզում շարունակել, լավ։ Նրանք փոխանակեցին հեռախոսահամարներ, համաձայնվեցին հաջորդ կիրակի ճաշել։ Հրաժեշտը այս անգամ ավելի քիչ ցավոտ էր, լի չասված, բայց զգացված խոստումներով։ Կիրակի օրը Սեսիլիան ժամանեց ուղիղ ժամը 11-ին, իր հետ բերելով մի փոքրիկ դաշտային ծաղկեփունջ տնական բրիգադեիրոյի տուփ։ Նա հագած էր պարզ զգեստ, որը կարել էր ինքը, բաց կապույտ, փոքրիկ սպիտակ մանրամասներով, որոնք ընդգծում էին նրա տաղանդը։ Ճաշն անցավ վերագտնման մթնոլորտում։ Մանեն սկզբում մենաշնորհեց զրույցը, բայց աստիճանաբար Ռաֆայելը Սեսիլիան տեղ գտան ավելի մեծահասակների զրույցի համար։ Նա պատմեց իր նոր աշխատանքի, թերապիայի մասին, այն մասին, թե ինչպես էր փորձում վերականգնել կապը իր կրտսեր քրոջ, Լուիզայի հետ, ով ապրում էր Վանաձորում։ Իսկ դուք, հարցրեց նա։ Ինչպես են նախագծերը։ Մենք հաղթեցինք կարևոր մրցույթում։ Քաղաքի կենտրոնում պատմական շենքի ճակատը վերափոխելու ենք, պատասխանեց Ռաֆայելը, առանց հպարտությունը թաքցնելու։ Դա այն տեսակի աշխատանքն է, որի մասին միշտ երազել եմ։ Ճաշից հետո, մինչ Մանեն կեսօրվա քունն էր անում, նրանք նստեցին պատշգամբում, սուրճի բաժակներով։ Նույն տեղում, որտեղ ամիսներ առաջ գրեթե համբուրվել էին։ Դուք լավ տեսք ունեք, մեկնաբանեց Ռաֆայելը։ Ավելի ուժեղ։ Ես փորձում եմ լինել, պատասխանեց նա։ Թերապիան օգնում է։ Եվ աշխատելը, նույնիսկ եթե դա այն չէ, ինչի մասին երազում էի, ինձ նպատակ է տալիս։ Դուք դեռ նկարում եք։ Այո։ Այժմ ոչ միայն հագուստ։ Ես ուսումնասիրում եմ արտահայտման այլ ձեր։ Նա վարանեց։ Իրականում, ես փոքրիկ հավաքածու եմ ստեղծում։ Ոչինչ մեծածավալ, պարզապես մի քանի կտոր, որոնք արտացոլում են իմ ճանապարհը։ Դա հրաշալի է, Սեսիլիա։ Դեռս սարսափելի է։ Կրկին ինձ բացահայտելու գաղափարը, ամեն ինչից հետո։ Ռաֆայելը նրա ձեռքը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Դուք չափազանց տաղանդավոր եք, որպեսզի թույլ տաք, որ վախը ձեզ սահմանի։ Հպումը էլեկտրական հոսանք առաջացրեց նրանց միջ։ Մի պահ նրանք այդպես մնացին, լռության մեջ կապված։ Այնուհետ, գրեթե աննկատելիորեն, Ռաֆայելը թեքվեց նրա կողմը։ Այս անգամ հեռախոս չկար նրանց ընդհատելու։ Համբույրը մեղմ էր, վարանող, կարծես հարց լիներ։ Երբ նրանք բաժանվեցին, Սեսիլիայի աչքերում արցունքներ կային։ Ես վախենում եմ, Ռաֆայել, խոստովանեց նա։ Վախենում եմ, որ չեմ լինի այն, ինչին դուք Մանեն արժանի եք։ Վախենում եմ, որ իմ անցյալը կհասնի մեզ։
Վախենում եմ սիրելուց նորից կորցնելուց։ Բոլորս էլ վախեր ունենք, պատասխանեց նա։ Բայց որոշ բաներ արժեն ռիսկի։ Նա գլխով արեց, թեքվելով երկրորդ համբույրի համար, ավելի վստահ, ավելի հաստատուն։ Հաջորդ շաբաթներին նրանք նոր առօրյա հաստատեցին։ Սեսիլիան շարունակում էր մնալ իր փոքրիկ սենյակում Էրեբունի թաղամասում, բայց շաբաթական 3 անգամ ընթրում էր նրանց հետ։ Շաբաթ օրերին նրանք միասին էին անցկացնում օրը, թանգարաններ, զբոսայգիներ, կինո։ Նրանք կառուցում էին մի նուրբ թանկարժեք բան, այն մարդու զգուշությամբ, ով արդեն ճանաչել էր կյանքի փխրունությունը։ Այդ գիշերներից մեկին մանեին քնեցնելուց հետո Ռաֆայելը Սեսիլիային ցույց տվեց իր բնակարանի մի տարածք, որը նա երբեք չէր նկատել, մի փոքրիկ սենյակ, որը նա օգտագործում էր աշխատանքային նյութեր պահելու համար։ Ես մտածում էի, ասաց նա։ Այս տարածքը կարող էր վերածվել ձեր համար ատելյեի։ Մի տեղ ստեղծագործելու, նորից անելու այն, ինչ սիրում եք։ Սեսիլիան շուրջը նայեց, պատկերացնելով հնարավորությունները։ Մի կտրող սեղան այնտեղ, դարակներ կտորներով այստեղ, մանեկեններ պատուհանի մոտ, որը կատարյալ բնական լույս էր առաջարկում։ Ռաֆայել, ես չգիտեմ, ինչ ասել։ Ասա, այո։ Պետք չէ հետ տեղափոխվել, եթե պատրաստ չես։ Բայց ստեղծագործելու տարածք ունենալը այստեղ, մեզ մոտ։ Դա սկիզբ կլիներ։ Նա դիպավ փոքրիկ սենյակի պատերին, կարծես դիպչում էր նյութականացած երազանքի։ Դուք իսկապես հավատում եք ինձ, չէ՞, հարցրեց նա, ձայնը լի հուզմունքով։ Առաջին օրվանից, պարզապես պատասխանեց նա։ Այդ գիշեր նրանց հարաբերություններում նոր փուլ սկսվեց։ Սեսիլիան սկսեց հավաքել իր փոքրիկ ատելյեն, բերելով հիմնական նյութեր, վերափոխելով տարածքը իր յուրահատուկ տեսլականով։ Մանեն սիրում էր դիտել նրա աշխատանքը, ուշադիր աչքերով կլանելով ստեղծագործական գործընթացի յուրաքանչյուր մանրամասն։ Մեկ ամիս անց մի անձրոտ կիրակի կեսօրին Սեսիլիան ավարտում էր հատուկ զգեստ, բացառիկ դիզայն մի հաճախորդի համար, որին նա ճանաչել էր իր թերապտի միջոցով։ Դա նուրբ կտոր էր, ասեղնագործություններով, որոնք պատմում էին վերածննդի պատմություն, գործվածքի մեջ նուրբ կերպով ինտեգրված խորհրդանիշերի միջոցով։ Կենտրոնացած իր աշխատանքի վրա, նա չնկատեց Ռաֆայելին, դռնից դիտելիս։ Սա արտակարգ է, մեկնաբանեց նա, ստիպելով նրան ցնցվել։ Շնորհակալություն, պատասխանեց նա, մի փոքր կարմրելով։ Դա հատուկ նախագիծ է։ Քաղցկեղից փրկված կնոջ համար, ով ցանկանում է նշել իր նոր փուլը։ Ռաֆայելը մոտեցավ, հիանալով մանրամասներով։ Դուք ոչ միայն հագուստ եք ստեղծում, Սեսիլիա։ Դուք իմաստներ եք ստեղծում։ Նա ժպտաց, հուզված գովեստից։ Այդ պահին Մանեն վազելով մտավ ատելյե, թուղթը թափահարելով։ Տեսեք, թե ինչ եմ նկարել, Սեսի։ Դա 3 ձեռք բռնած մարդուկների մանկական նկար էր, գունավոր տան դիմաց։ Նրանց վերում, մեծ տառերով գրված էր. Իմ ընտանիքը։ Ես, հայրիկը, մայրիկ Սեսին։ Սեսիլիան սառեց, կարդալով բառերը։ Նա նայեց Ռաֆայելին, անվստահ, թե ինչպես արձագանքել։ Նա նույնպես զարմացած էր թվում։ Մանե, սիրելիս, զգուշորեն սկսեց նա։ Դուք գրել եք, մայրիկ։ Այո, ոգորությամբ պատասխանեց աղջիկը։ Որովհետև Սեսին խնամում է ինձ, համեղ ուտելիք է պատրաստում, բաներ է սովորեցնում, սիրում է ինձ։ Դա է, ինչ անում են մայրիկները, չէ՞։ Հետող լռությունը խիտ էր, լի հուզմունքով։ Սեսիլիան ծնկի իջավ աղջկա հասակին, աչքերը լցված արցունքներով։ Մանե, ես շատ պատիվ եմ զգում, որ դուք ինձ այդպես եք մտածում։ Բայց ես չեմ ուզում փոխարինել ձեր իրական մայրիկին։ Նա միշտ կլինի ձեր մայրիկը։ Ես գիտեմ, պատասխանեց Մանեն, զարմանալի հասունությամբ։ Մայրիկ Գայանեն երկնքում է։ Բայց դուք այստեղ եք։ Ես կարող եմ 2 մայր ունենալ, չէ՞։ Ռաֆայելը մոտեցավ, գրկելով երկուսին։ Մենք կարող ենք մեր ընտանիքը կառուցել այնպես, ինչպես կցանկանանք, դուստրս։ Այն ամբողջ սիրով, որը կարող ենք հավաքել։ Այդ գիշեր Մանեի քնելուց հետո Ռաֆայելը Սեսիլիան նստեցին հյուրասենյակում, մշակելով այն, ինչ տեղի էր ունեցել։ Ես չեմ խնդրել, որ նա ինձ այդպես կանչի, ասաց Սեսիլիան, դեռ ցնցված։ Ես երբեք չեմ ուզեցել զբաղեցնել Գայանեի տեղը։ Ես գիտեմ, պատասխանեց Ռաֆայելը, բռնելով նրա ձեռքը։ Եվ Գայանեն էլ դա կիմանար։ Նա միշտ ասում էր, որ սերը սահմանափակ ռեսուրս չէ։ Որքան շատ ես տալիս, այնքան ավելի է աճում։
Սեսիլիան գլուխը դրեց նրա ուսին, թույլ տալով իրեն առաջին անգամ պատկերացնել մի ապագա, որտեղ նա իսկապես պատկանում էր այդ ընտանիքին։ Մի ապագա, որտեղ նրա վախերը չէին որոշում նրա ընտրությունները։ Բայց ճակատագիրը դեռ մի քանի փորձություններ էր պահել նրանց համար, Սեսիլիայի անցյալը պատրաստվում էր անսպասելիորեն վերահայտնվել, փորձելով այն ամենի ուժը, ինչ նրանք միասին կառուցել էին։ Երանի նորաձության շաբաթը լի թափով էր, քաղաքը շնչում էր նորաձություն ամեն անցքից։ Հսկայական գովազդային վահանակները ցուցադրում էին պահի մոդելների դեմքերը, նոր հավաքածուների մասին շշուկները գերիշխում էին սրճարաններում, ռեստորաններում, սոցիալական ցանցերում։ Վալենտինա Սարգսյանի անունը, ինչպես միշտ, առանձնահատուկ տեղ էր գրավում, հայտարարելով այն, ինչը կլիներ վերջին տարիների ամենահեղափոխական հավաքածուն։ Իր փոքրիկ ատելյեում, Ռաֆայելի բնակարանում, Սեսիլիան աշխատում էր մի նախագծի վրա, որը գաղտնի էր պահում։ Վերջին շաբաթներին նա ավելի շատ պատվերներ էր ստացել, հիմնականում առաջին հաճախորդի հանձնարարականներով, կանայք, ովքեր փնտրում էին կտորներ, որոնք կպատմեին իրենց սեփական պատմությունները։ Առանց նկատելու, նա ստեղծում էր հավատարիմ հաճախորդներ, որ ավելի կարևոր է, վերականգնում էր իր վստահությունը որպես ստեղծող։ Ռաֆայելը նկատեց փոփոխությունը։ Սեսիլիան ավելի շատ էր ժպտում, խոսում էր ապագայի մասին, պլաններ էր կազմում։ Մանեն իր հերթին բոլորին պատմում էր, որ իր մայրիկ Սեսին աշխարհի ամենագեղեցիկ զգեստներն էր կարում։ Մի չորեքշաբթի կեսօրին, երբ Սեսիլիան ավարտում էր հատուկ ասեղնագործություն, զանգահարեց դուռը։ Դա Ջուլիետան էր, անկախ նորաձության լրագրող, ով հարգված բլոգ ուներ ոլորտում։ Այն հաճախորդը, ով գրել էր Սեսիլիայի ստեղծած զգեստը, լուսանկարներ էր տարածել սոցիալական ցանցերում, հետաքրքրություն առաջացնելով կտորի հետում գտնվող անանուն ստեղծողի մասին։ Կներեք, որ առանց նախազգուշացման եկա, ասաց Ջուլիետան ծանոթությունից հետո։ Բայց երբ իմացա, որ դուք Սեսիլիա Լիլիթյանն եք, ստիպված էի անձամբ գալ։ Սեսիլիան գունատվեց, լսելով իր ամբողջական անունը այդքան ճանաչումով արտասանված։ Նա օգտագործել էր միայն Սեսի իր վերջին ստեղծագործությունների աննկատ պիտակներում։ Ինչպես գտաք ինձ, լարված հարցրեց նա։ Լրագրողները իրենց մեթոդներն ունեն, ժպտաց Ջուլիետան։ Բայց մի անհանգստացեք, ես եկել եմ որպես ընկեր։ Ես միշտ հավատացել եմ, որ Վալենտինա Սարգսյանի հետ պատմության մեջ ինչ-որ տարօրինակ բան կար։ Ռաֆայելը, ով հետում էր զրույցին ատելյեի դռնից, նկատեց Սեսիլիայի անհարմարությունը միջամտեց։ Հնարավոր է, որ մենք պետք է շարունակենք այս զրույցը հյուրասենյակում, առաջարկեց նա։ Ես կարող եմ սուրճ պատրաստել։ Հարմարավետ տեղավորվելուց հետո Ջուլիետան անմիջապես անցավ գործին։ Ես ավելի քան 1 տարի է, ինչ հետաքննում եմ Վալենտինային, բացատրեց նա։ Դուք միակ դիզայները չէիք, ով անհետացավ նրա հետ աշխատելուց հետո։ Կա մի օրինաչափություն, ես ապացույցներ եմ հավաքում։ Սեսիլիան բաժակը բռնում էր այնքան ամուր, որ նրա մատների հանգույցները սպիտակել էին։ Ինչու եք հիմա ինձ փնտրել։ Որովհետև ձեր նոր ստեղծագործությունները ուշադրություն են գրավում։ Եվ որովհետև ես գտա սա։ Ջուլիետան իր պայուսակից հանեց մի յոսպ կրիչ։ Սրանք հին էլեկտրոնային նամակներ են Վալենտինայի նրա նախկին գործընկեր Մարկոս Ավագյանի միջ։ Դրանք հստակորեն նշում են ձեր դիզայներն օգտագործելու այնուհետ ձեզ վարկաբեկելու պլանը։ Ռաֆայելը Սեսիլիան զարմացած հայացքներ փոխանակեցին։ Ինչպես ստացաք դա, հարցրեց Ռաֆայելը։ Մարկոսը սնանկացած է դառը։ Վալենտինան նրան էլ է դավաճանել, ի վերջո։ Նա վրեժ էր ուզում ինձ փնտրեց։ Ջուլիետան շրջվեց դեպի Սեսիլիան։ Ես ընդարձակ հոդված եմ պատրաստում, բայց ձեր ցուցմունքը պետք էր ամբողջ պատկերը լրացնելու համար։ Սեսիլիան զգաց, որ հողը սահում է ոտքերի տակից։ Մի կողմից դա այն արդարացումն էր, որի մասին նա երազել էր տարիներ շարունակ։ Մյուս կողմից դա նշանակում էր վերապրել ամբողջ տրավման, նորից բացահայտվել լուսարձակների տակ, վտանգել այն խաղաղությունը, որը նա վերջապես գտել էր։ Ես պետք է մտածեմ, պատասխանեց նա վերջապես։ Սա ազդում է ոչ միայն ինձ վրա, այլ այն մարդկանց վրա, ում սիրում եմ։ Ջուլիետան հասկացողաբար գլխով արեց։ Հասկանում եմ։ Բայց իմացեք, որ սա կարող է լինել ձեր հնարավորությունը, վերականգնելու ոչ միայն ձեր հեղինակությունը, այլ ձեր ինքնությունը որպես ստեղծող։ Լրագրողի հեռանալուց հետո Սեսիլիան Ռաֆայելը երկար զրուցեցին։ Նա աջակցում էր նրան ցանկացած որոշման մեջ, բայց չէր թաքցնում իր անհանգստությունը հրապարակայնորեն Վալենտինային դիմակայելու հուզական ազդեցության վերաբերյալ։
Ես վախենում եմ, որ դա կբացի վերքեր, որոնք սկսում են սպիանալ, խոստովանեց նա։ Հնարավոր է, որ որոշ վերքեր պետք է նորից բացվեն, որպեսզի ճիշտ բուժվեն, պատասխանեց Սեսիլիան, զարմացնելով ինքն իրեն իր ձայնի ամրությամբ։ Այդ գիշեր, երբ Ռաֆայելը Մանեին պատմություններ էր կարդում քնելու համար, Սեսիլիան վերցրեց Ջուլիետայի թողած եսպ գրիչը միացրեց համակարգչին։ Էլեկտրոնային նամակները հստակ էին, Վալենտինան Մարկոսը բացահայտորեն քննարկում էին, թե ինչպես չեզոքացնել Սեսիլիային նրա գաղափարներից առավելագույնը քաղելուց հետո։ Հիշատակումներ կային այլ դիզայներների մասին, ովքեր անցել էին նույն գործընթացով։ Կարդալը նրան սրտխառնոց էր առաջացնում, բայց տարօրինակ կերպով ուժեղացրեց։ Դա նրա պարանոյա չէր։ Դավադրությունը իրական էր։ Երբ Ռաֆայելը վերադարձավ, նա գտավ նրան նստած մթության մեջ, պատուհանից նայելիս լուսավորված քաղաքին։ Կարդացի էլեկտրոնային նամակները, ասաց նա առանց շրջվելու։ Նրանք իսկապես ամեն ինչ պլանավորել էին։ Ռաֆայելը մոտեցավ, նրա ուսերին մեղմորեն դնելով ձեռքերը։ Իսկ հիմա։ Հիմա ես պետք է որոշեմ, թե ով եմ ուզում լինել այսուհետ։ Նա շրջվեց, դեմ առ դեմ կանգնելու նրան։ Արդյոք ուզում եմ լինել մեկը, ով թաքնվում է, թե մեկը, ով պայքարում է։ Հաջորդ առավոտ Սեսիլիան զանգահարեց Ջուլիետային, համաձայնելով ցուցմունք տալ, բայց մի պայմանով։ Նա ժամանակ էր ուզում ավարտելու մի փոքրիկ հավաքածու, որը կներկայացներ հոդվածի հրապարակմանը զուգահեռ։ Դա կլիներ նրա գեղարվեստական պատասխանը այն ամենին, ինչ նա ապրել էր։ Հաջորդ շաբաթները ինտենսիվ էին։ Սեսիլիան անխոնջ աշխատում էր իր ատելյեում, ստեղծելով այն, ինչ նա անվանեց վերացնունդ հավաքածու, 5 կտոր, որոնք ներկայացնում էին նրա ճանապարհը հուսահատությունից դեպի հույս։ Ռաֆայելը աջակցում էր նրան բոլոր առումներով, նյութերին օգնելուց մինչ Մանեի խնամքը, երբ նա պետք էր մինչ ուշ աշխատեր։ Ջուլիետան, իր հերթին, պատրաստում էր հողը։ Նրա հոդվածը գրեթե պատրաստ էր, պակասում էին միայն Սեսիլիայի նոր հավաքածուի լուսանկարները նրա վերջնական հարցազրույցը։ Հրապարակումը համակարգվելու էր փոքրիկ միջոցառման հետ, որտեղ կցուցադրվեին կտորները։ Քանի որ օրը մոտենում էր, Սեսիլիայի անհանգստությունը մեծանում էր։ Մի հատկապես դժվար գիշեր Ռաֆայելը նրան գտավ ատելյեի հատակին նստած, կտորներով շրջապատված, հայացքը կորցրած։ Իսկ եթե ոչ ոք չհավատա ինձ, նույնիսկ ապացույցներով, հարցրեց նա, երբ նա նստեց նրա կողքին։ Այդ դեպքում մենք կանեինք ճիշտը, անկախ արդյունքից, պատասխանեց Ռաֆայելը, բռնելով նրա ձեռքը։ Բայց ես վստահ եմ, որ շատերը կհավատան։ Ճշմարտությունը իրեն լսելի դարձնելուց ունի, վաղ թե ուշ։ Նա վարանեց, շարունակելուց առաջ։ Կա մի բան, որ ուզում էի ձեզ հարցնել։ Սեսիլիան նայեց նրան, հետաքրքրված։ Այս ամենն անցնելուց հետո կքննարկեիք մշտապես այստեղ տեղափոխվելը։ Ոչ թե որպես հյուր, ոչ էլ որպես տնային տնտեսուհի, այլ որպեսը։ Նա խորը շունչ քաշեց։ Որպես մեր ընտանիքի մաս։ Պաշտոնապես։ Սեսիլիայի աչքերը արցունքներով լցվեցին։ Դուք վստահ եք։ Նույնիսկ այս ամբողջ խառնաշփոթով, իմ բարդ անցյալով։ Երբեք ոչ մի բանում այդքան վստահ չեմ եղել իմ կյանքում, պատասխանեց նա։ Մանեն, ես ձեզ ուզում ենք այստեղ, ամեն օր։ Մենք ուզում ենք ձեզ հետ կյանք կառուցել։ Ի պատասխան, Սեսիլիան խորը համբուրեց նրան, մի համբույր, որը կրում էր ոչ միայն սեր, այլ ապագայի խոստում։ Հաջորդ օրը, երբ նա ավարտում էր իր հավաքածուի վերջին մանրամասները, Սեսիլիան անսպասելի հեռախոսազանգ ստացավ։ Դա իր կրտսեր քույրն էր, Լուիզան, ում հետ նա վերջերս էր վերականգնել կապը։ Սեսի, ես հենց նոր տեսա Ջուլիետայի հոդվածի նախադիտումը, անհանգիստ ասաց Լուիզան։ Վալենտինան զայրացած է։ Ես լսեցի, որ նա փորձում է պարզել, թե որտեղ ես դու։ Սարսուռ անցավ Սեսիլիայի ողնաշարով։ Ինչպես է նախադիտում։ Հոդվածը դեռ չպետք է հրապարակվեր։ Կարծես բլոգի թիմի ինչ-որ մեկը հատվածներ է արտահոսել նրան։ Զգույշ եղիր, քույրս։ Անհանգստացած, Սեսիլիան փորձեց կապվել Ջուլիետայի հետ, բայց չհաջողվեց։ Նա որոշեց շարունակել իր աշխատանքը։ Մնացել էր ընդամենը 1 օր մինչ այն իրադարձությունը, որտեղ նա կներկայացներ իր հավաքածուն, հոդվածը կհրապարակվեր միաժամանակ։ Այդ կեսօրին, երբ Ռաֆայելը Մանեին էր վերցնում դպրոցից, բնակարանի դուռը զանգահարեց։ Կարծելով, թե դա Ջուլիետան է, Սեսիլիան դուռը բացեց առանց ստուգելու։ Ի զարմանս իրեն, նա դեմ առ դեմ հանդիպեց Վալենտինա Սարգսյանին։
Այսպես էլ թաքնվում ես, ասաց Վալենտինան սառը ժպիտով։ Ինչքան հուզիչ, մեծ դիզայները հանգեցված է ճարտարապետի տանը հյուրընկալվելուն։ Սեսիլիան զգաց, որ արյունը սառեց նրա երակներում, բայց նա ամուր մնաց։ Ինչ ես ուզում, Վալենտինա։ Կանխել, որ դու սարսափելի սխալ գործ ես, պատասխանեց նա, առանց հրավերի մտնելով բնակարան։ Այդ փոքրիկ հոդվածը, որը դու օգնում ես ստեղծել, կարող է շատ կյանքեր փչացնել։ Նա քոնը։ Միակ կյանքերը, որոնք կփչանան, այն մարդկանց կյանքերն են, ովքեր կարիերա են կառուցել, գողանալով ուրիշների աշխատանքը, հակադարձեց Սեսիլիան, գտնելով մի քաջություն, որը չգիտեր, թե ունի։ Վալենտինան ծիծաղեց, անհումոր ձայնով։ Դու պատկերացում չունես այն ուժի մասին, որ ես ունեմ շուկայում։ Ես կարող եմ երաշխավորել, որ դու այլս երբեք նորաձության ոլորտում չես աշխատի Հայաստանում։ Նույնիսկ համազգեստի գործարանում կոճակներ կարելով։ Ես այլս չեմ վախենում քեզնից, հայտարարեց Սեսիլիան, թե նրա սիրտը արագ էր բաբախում։ Ես ապացույցներ ունեմ, Վալենտինա։ Էլեկտրոնային նամակներ քո Մարկոսի միջ, որոնք մանրամասնում են, թե ինչպես եք պլանավորել ինձ ոչնչացնել։ Մտահոգության ստվեր անցավ Վալենտինայի կատարյալ դեմքով։ Մարկոսը միշտ սենտիմենտալ հիմար էր։ Բայց ես դեռ կարող եմ առաջարկել մի բան, որը դու ավելի շատ ես ցանկանում, քան վրեժը։ Վերականգնում։ Վերադարձիր իմ թիմ, ստորագրիր մի ՆԴ, որում ասվում է, որ ամեն ինչ պարզապես թյուրիմացություն էր, ես անձամբ կհայտարարեմ, որ դու այս ամբողջ ժամանակ իմ համագործակիցն էիր։ Դուք ինձ համագործակցություն եք առաջարկում իմ լռության դիմաց։ Ես քո կյանքն եմ առաջարկում, ժպտաց Վալենտինան։ Մտածիր այն դռների մասին, որոնք ես կարող եմ բացել քեզ համար։ Մի ակնթարթ Սեսիլիան վարանեց։ Առաջարկը գայթակղիչ էր, հեշտ ճանապարհ դեպի այն աշխարհը, որը նա սիրում էր, առանց սկանդալների, առանց բացահայտման։ Այնուհետ նրա հայացքը ընկավ սառնարանին ամրացված Մանեի նկարին, 3 ձեռք բռնած մարդուկներ, նրա նոր ընտանիքը։ Ես արդեն վերադարձրել եմ իմ կյանքը, ամուր պատասխանեց նա։ Եվ դա դու չես տվել ինձ։ Դա այն մարդիկ են, ովքեր հավատացին ինձ, երբ ես ինքս էի դադարել հավատալ։ Վալենտինայի դեմքը կարծրացավ։ Դու կզղջաս այդ որոշման համար։ Ոչ, Վալենտինա։ Իմ միակ ափսոսանքն այն էր, որ տարիներ առաջ քեզ վստահեցի։ Այդ պահին դուռը բացվեց։ Ռաֆայելը Մանեն մտան, հանկարծակի կանգ առնելով, նկատելով լարվածությունը սենյակում։ Ամեն ինչ լավ է այստեղ, հարցրեց Ռաֆայելը, պաշտպանողաբար կանգնելով Սեսիլիայի կողքին։ Կատարյալ, պատասխանեց Վալենտինան, վերականգնելով իր հանգստությունը։ Պարզապես այցելում էի իմ հին սանին։ Նա շրջվեց դեպի Սեսիլիան, վերջին զգուշացնող հայացքով։ Մտածիր իմ առաջարկի մասին։ Ժամանակ ունես մինչ վաղը։ Նրա հեռանալուց հետո Սեսիլիան փլվեց բազմոցին, դողալով։ Դա նա էր։ Այն կինը, ով սկսեց Ռաֆայելը։ Այո, հաստատեց Սեսիլիան։ Նա եկել էր ինձ համաձայնություն առաջարկելու։ Իմ լռությունը, իր թիմում տեղի դիմաց։ Եվ դուք մերժեցիք։ Մերժեցի, հաստատեց նա, ապա դողդոջուն ժպտաց։ Եվ դա ամենաազատագրող որոշումն էր, որ երբեք կայացրել եմ։ Մանեն, զգալով լարվածությունը, մոտեցավ գրկեց Սեսիլիային։ Այդ աղջիկը հեքիաթի կախարդի էր թվում, մայրիկ Սեսի։ Սեսիլիան ծիծաղեց, թուլացնելով լարվածությունը։ Երբեմն կախարդները գեղեցիկ հագուստներ, կեղծ ժպիտներ են կրում, սիրելիս։ Այդ գիշեր, Մանեին անկողին դնելուց հետո, Սեսիլիան Ռաֆայելը քննարկեցին հաջորդ քայլերը։ Վալենտինայի այցը հաստատում էր, որ հոդվածն արդեն ալիքներ էր առաջացնում, նույնիսկ մինչ հրապարակվելը։ Նրանք որոշեցին անմիջապես կապվել Ջուլիետայի հետ, իրավիճակի մասին զգուշացնելու համար։ Հաջորդ օրը ամեն ինչ պատրաստ էր միջոցառման համար։ Կոնտ թաղամասի փոքրիկ պատկերասրահը պատրաստվել էր վերացնունդ հավաքածուի ցուցահանդեսն ընդունելու համար։ 5 կտորները դասավորված էին ռազմավարականորեն լուսավորված մանեկենների վրա, ուղեկցված վահանակներով, որոնք բացատրում էին յուրաքանչյուր ստեղծագործության ճանապարհը։ Դա նորաձության ցուցահանդես էր, բայց նա հոգու ցուցահանդես։ Յուրաքանչյուր զգեստ պատմում էր Սեսիլիայի պատմության մի գլուխը։ Պաշտոնական բացումից 1 ժամ առաջ Ջուլիետան եկավ, ուղեկցությամբ մի քանի ընտրված լրագրողների։
Սեսիլիան հագած իր ստեղծագործություններից մեկը՝ մուգ կապույտ զգեստ, վերսկսումը խորհրդանշող ասեղնագործություններով տարօրինակ կերպով հանգիստ էր զգում։ «Պատրաստ եք», հարցրեց Ռաֆայելը, բռնելով նրա ձեռքը։ «Պատրաստ եմ», պատասխանեց նա, սեղմելով նրա մատները։ Միջոցառումը սկսվեց ուղիղ ժամը 19:00-ին։ Միաժամանակ Ջուլիետայի բլոգը հրապարակեց ամբողջական հոդվածը, Վալենտինայի դեմ բոլոր ապացույցներով նրա կողմից վնասված այլ դիզայներների ցուցմունքներով։ Սոցիալական ցանցերում «Արդարություն Սեսիլիայի համար» հեշթեգն արդեն սկսում էր տարածվել։ Հյուրերը փոքր խմբերով էին գալիս, հետաքրքրությամբ դիտելով ցուցադրված ստեղծագործությունները։ Շատերը լրագրողներ, բլոգերներ ազդեցիկ անձինք էին նորաձության աշխարհից։ Որոշները անմիջապես ճանաչեցին Սեսիլիային, մյուսները պետք է կարդային տեղեկատվական ցուցանակները, հասկանալու համար, թե ով էր այն կինը, ով նյարդայնորեն ժպտում էր սենյակի կենտրոնում։ Մի անկյունում Մանեն ամեն ինչ դիտում էր լայն բացված աչքերով, ամուր բռնած Ռաֆայելի ձեռքը։ Նրա համար դա պարզապես այն գիշերն էր, երբ աշխարհը կիմանար, որ իր մայրիկ Սեսին տիեզերքի լավագույն զգեստների դիզայներն էր։ Քանի որ գիշերը շարունակվում էր, սկսեցին հասնել Ջուլիետայի հոդվածի արձագանքները։ Հաղորդագրություններ, զանգեր, առցանց մեկնաբանություններ։ Պատմությունը արագորեն տարածվում էր, առաջացնելով վրդովմունք աջակցություն։ Միջոցառմանը ներկա մի քանի մարդ իրենց բջջային հեռախոսներով կարդում էին հոդվածը, Սեսիլիային նայելով կարեկցանքից մինչ հիացմունք արտահայտող դեմքերով։ Որոշակի պահի Ջուլիետան բարձրացավ մի փոքր հարթակ, հայտարարություն անելու։ Շնորհակալություն բոլորիդ այս գիշեր գալու համար։ Մենք ականատես ենք լինում ոչ միայն նոր հավաքածուի թողարկմանը, այլ մի արվեստագետի վերածննդին, ով հրաժարվեց լռել։ Սեսիլիա Լիլիթյան, կասեք մի քանի խոսք։ Սեսիլիան նայեց Ռաֆայելին, ով քաջալերողաբար գլխով արեց։ Ամուր քայլերով նա մոտեցավ հարթակին։ Նա նայեց փոքր ամբոխին, խորը շունչ քաշեց։ Տարիներ շարունակ ես ապրում էի ստվերում, հավատալով, որ իմ երազանքը գողացվել էր ինձնից։ Ես կորցրի ամեն ինչ, իմ կարիերան, իմ վստահությունը, իմ տունը։ Բայց ես սովորեցի, որ որոշ երազանքներ չափազանց համառ են մեռնելու համար։ Նրա աչքերը հանդիպեցին Մանեի Ռաֆայելի աչքերին։ Եվ որ երբեմն մենք պետք է կորցնենք ամեն ինչ, գտնելու համար այն, ինչ իրականում կարևոր է։ Նա դադար տվեց, հուզված։ Այս հավաքածուն միայն նորաձության մասին չէ։ Այն մոխիրներից վերածնվելու մասին է։ Ուժ գտնելու մասին, երբ կարծում ենք, որ ոչինչ չի մնացել։ Եվ հիմնականում ցավը գեղեցկության վերածելու մասին։ Երբ նա ավարտեց իր ելույթը, պատկերասրահը պայթեց ծափահարություններից։ Մարդիկ մոտենում էին, ցանկանալով ճանաչել նրան, հարցեր տալ, աջակցություն հայտնել։ Մի կարևոր կոնցեպտուալ խանութի ներկայացուցիչ հետաքրքրություն ցուցաբերեց նրա կտորները ցուցադրելու համար։ Նորաձության մի խմբագիր խոստացավ հարցազրույց իր ամսագրի հաջորդ համարի համար։ Աղմուկի մեջ Ռաֆայելը մոտեցավ Մանեի հետ։ Դուք հրաշալի էիք, շշնջաց նա, մեղմորեն համբուրելով նրան։ Ես հպարտ եմ, մայրիկ Սեսի, հայտարարեց Մանեն, գրկելով նրա ոտքերը։ Այդ պահին Սեսիլիան հաստատապես գիտեր, որ ճիշտ որոշում էր կայացրել։ Կարևոր չէր, թե ինչ կփորձեր անել Վալենտինան հաջորդիվ, կարևոր չէր, թե ինչ մարտահրավերներ դեռ կլինեին։ Նա վերականգնել էր իր ձայնը, իր արվեստը, որ ավելի կարևոր է, գտել էր մի սեր, որը նույնիսկ ամենակատարյալ դիզայնը չէր կարող գրավել։ Միջոցառումը դեց մինչ ուշ գիշեր։ Երբ վերջին հյուրերը հեռացան, Սեսիլիան, Ռաֆայելը Մանեն, ով քնել էր պատկերասրահի բազմոցին, մենակ մնացին, շրջապատված այն ստեղծագործություններով, որոնք նշանավորում էին նոր փուլի սկիզբը։ Գնանք տուն, հարցրեց Ռաֆայելը Մանեին գրկելով։ Տուն։ Այդ բառը երբեք այդքան քաղցր չէր հնչել Սեսիլիայի ականջներին։ Այո, պատասխանեց նա։ Գնանք տուն։ 6 ամիս էր անցել Կոնտ թաղամասի ցուցահանդեսից։ Սեսիլիայի կյանքը փոխվել էր այնպես, ինչպես նա երբեք չէր կարող պատկերացնել։ Ջուլիետայի հոդվածը իսկական երկրաշարժ էր առաջացրել հայկական նորաձության աշխարհում։ Վալենտինա Սարգսյանը, բախվելով անհերքելի ապացույցներին, սկզբում փորձեց ամեն ինչ հերքել, բայց երբ այլ դիզայներներ սկսեցին հայտնվել նմանատիպ պատմություններով, նրա հեղինակությունը արագորեն փլուզվեց։ Մեծ բրենդերը, որոնք հովանավորում էին Վալենտինային, խզեցին իրենց պայմանագրերը։
Ամսագրերը, որոնք նրան պատվանդաններ էին դնում, այժմ քննադատական վերլուծություններ էին հրապարակում նրա վերելքի մասին, հիմնված գողացված աշխատանքների վրա։ Կայսրությունը, որը նա այդքան խնամքով կառուցել էր, սկսեց փլուզվել քար առ քար։ Սեսիլիայի համար, սակայն, վրեժը չբերեց այն բավարարությունը, որը նա պատկերացնում էր։ Ինչ-որ տխրություն կար, տեսնելով ինչ-որ մեկին այդքան տաղանդով, որովհետև Վալենտինան, չնայած ամեն ինչին, տաղանդավոր էր, ոչնչացնելով իրեն ագահությունից, անվստահությունից։ Բայց այդ տխրությունը մարեց արդարության զգացումով, հիմնականում իր սեփական ճանապարհով գնալու ազատությամբ, առանց անցյալի ստվերների։ Եվ ինչ ճանապարհ էր դա։ Ցուցահանդեսից հետո Սեսիլիան բազմաթիվ առաջարկներ ստացավ խանութներից, որոնք ցանկանում էին վաճառել նրա ստեղծագործությունները, ամսագրերից, որոնք հարցազրույցներ էին խնդրում, նույնիսկ ներդրողներից, ովքեր հետաքրքրված էին ֆինանսավորել իր սեփական բրենդը։ Նա ընդունեց որոշ հնարավորություններ, մերժեց մյուսները, միշտ հետելով իր նորից հայտնաբերված բնազդին։ Ռաֆայելի օգնությամբ նա ավելի մեծ ատելյե ստեղծեց բնակարանին մոտ գտնվող արտրային տարածքում։ Նա վարձեց 2 օգնական երիտասարդ տաղանդավոր դիզայներներ, ովքեր, ինչպես ինքը մի օր, պարզապես հնարավորության կարիք ունեին։ Նա ստեղծեց կտորներ բրենդը, մասնագիտացած անհատականացված կտորների մեջ, որոնք պատմություններ էին պատմում գործվածքների, կտրվածքների ասեղնագործությունների միջոցով։ Փիլիսոփայությունը պարզ էր։ Յուրաքանչյուր կտոր պետք է արտացոլեր այն մարդու յուրահատուկ ճանապարհը, ով կկրեր այն։ Դրանք պարզապես զգեստներ, բլուզներ կամ կիսաշրջազգեստներ չէին։ Դրանք ճկունության, հույսի իսկության դրսևորումներ էին։ Եվ հանրությունը ոգորությամբ արձագանքեց։ Արագ նորաձության մեկանգամյա օգտագործման միտումների աշխարհում Սեսիլիայի երկարակյաց նշանակալի ստեղծագործությունները գտան իրենց տեղը։ Բայց ամեն ինչ ծաղիկներ չէին։ Հաջողությունը նոր մարտահրավերներ բերեց, հատկապես մասնագիտական անձնական կյանքի հավասարակշռության համար։ Որոշ գիշերներ Սեսիլիան տուն էր հասնում այնքան հյուծված, որ դժվարությամբ էր ընթրում մինչ քնելը։ Ռաֆայելը, հասկացողաբար, ավելի շատ պարտականություններ էր ստանձնում Մանեի հետ այդ պահերին։ Այդ գիշերներից մեկին, ատելյեում հատկապես սթրեսային օրվանից հետո, Սեսիլիան վերադարձավ, տունը լուռ գտնելու։ Տարօրինակ էր։ Սովորաբար Մանեն նրան կդիմավորեր ոգորված գրկախառնություններով իր օրվա մասին անվերջ պատմություններով։ Ռաֆայել։ Մանե, կանչեց նա, պայուսակը բազմոցին դնելով։ Ոչ մի պատասխան։ Անհանգստացած, նա քայլեց բնակարանով, մինչ խոհանոցի սեղանին մի գրություն գտավ։ Հետիր ծաղիկներին։ Հետաքրքրված, նա նկատեց վարդի թերթիկների մի արահետ, որը սկսվում էր խոհանոցի մուտքից շարունակվում միջանցքով։ Հետելով դրան, նա հասավ իր հին տնային ատելյեի դռանը, որն այժմ վերածվել էր Ռաֆայելի հետ ընդհանուր գրասենյակի։ Դուռը բացելիս նա անխոս մնաց։ Միջավայրը զարդարված էր փոքրիկ լույսերով, ավելի շատ ծաղիկներով իմպրովիզացված պարանից կախված լուսանկարներով։ Դրանք իր Ռաֆայելի Մանեի լուսանկարներն էին վերջին ամիսներից, թղթի վրա գրավված ուրախության պահեր։ Սենյակի կենտրոնում 3 հոգու համար փոքր սեղան էր դրված, մոմերով, գեղեցիկ ափսեներով, բյուրեղյա բաժակներով։ Կողքին Ռաֆայելը Մանեն նյարդայնորեն ժպտում էին, հագնված տոնական հագուստներով։ Ինչ է սա, հուզված հարցրեց Սեսիլիան։ Մի տոնակատարություն, պատասխանեց Ռաֆայելը, մոտենալով նրան համբուրելու։ Ուղիղ 1 տարի է, ինչ մի որոշ համար աղջիկ թխվածքաբլիթ առաջարկեց մի անծանոթի ավտոբուսի կայարանում։ Մանեն վազեց, գրկելու նրան։ Դա իմ կյանքի ամենահաջողակ օրն էր։ Սեսիլիան ծնկի իջավ աղջկա հասակին։ Իմն էլ, փոքրիկս։ Իմն էլ։ Ընթրիքը պարզ էր, բայց կատարյալ Սեսիլիայի սիրելի ուտեստը, որը պատրաստել էր Ռաֆայելը Մանեի ոգորված հսկողության ներքո։ Նրանք զրուցեցին, ծիծաղեցին, հիշեցին վերջին 12 ամիսների պահերը, դժվարությունները, հաղթանակները, փոխակերպումները։ Աղանդերից հետո, երբ Մանեն շեղված էր իր շոկոլադե պուդինգով, Ռաֆայելը գրպանից ինչ-որ բան հանեց։ Դա ոսկերչական արկղ չէր, ինչպես Սեսիլիան էր սպասում, այլ ծալված փոքրիկ կտոր։ Դուք ճանաչո՞ւմ եք սա, հարցրեց նա։ Սեսիլիան զգուշորեն բացեց կտորը։ Դա մաշված թաշկինակ էր, փոքրիկ բծերով, որոնք ժամանակը չէր կարողացել հեռացնել։ Նրա աչքերը արցունքներով լցվեցին, ճանաչելով այն։ Դա այն թաշկինակն է, որով ես ծածկել էի Մանեին առաջին օրը, երբ նա ցրտեց կայարանում, շշնջաց նա։ Ես պահել եմ այս բոլոր ամիսները, բացատրեց Ռաֆայելը։
Ինձ համար դա ներկայացնում է այն պահը, երբ մեր պատմությունն իսկապես սկսվեց, երբ դուք, գրեթե ոչինչ չունենալով, տվեցիք այն, ինչ կարող էիք, հոգ տանելու մեկի մասին, ում նույնիսկ չէիք ճանաչում։ Նա նրա ձեռքերը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Սեսիլիա, ես մեծ ժեստերի կամ պոետիկ խոսքերի տղամարդ չեմ։ Ես պարզապես ճարտարապետ եմ, ով հավատում է տական բաներ կառուցելուն։ Եվ ես ուզում եմ ձեզ հետ կյանք կառուցել, աղյուս առ աղյուս, օրեցօր։ Դուք կամուսնանաք մեզ հետ, մայրիկ Սեսի, ընդհատեց Մանեն, անկարող զսպելու իր ոգորությունը։ Ակնհայտորեն, նա տեղյակ էր պլանից։ Սեսիլիան նայեց նրանց երկուսին, այն տղամարդուն, ով սիրում էր նրան, չնայած իր բոլոր կոտրվածքներին, այն աղջկան, ով տեսել էր նրա արժեքը, երբ նա ինքը չէր կարողանում։ Նրա ընտանիքը, ոչ թե արյունով, այլ ընտրությամբ։ Այո, պարզապես պատասխանեց նա։ 1000 անգամ այո։ Ռաֆայելը այնուհետ իր մյուս գրպանից մի փոքրիկ տուփ հանեց։ Ներսում մի նուրբ մատանի կար կապույտ քարով, ոչ շքեղ ադամանտ, այլ ակվամարին, որը հիշեցնում էր Սեսիլիայի աչքերի գույնը, երբ նա ժպտում էր։ Ես շատ մտածեցի, թե ինչ տեսակի մատանի ընտրել, բացատրեց նա, մատը մատին սահեցնելիս։ Ես ուզում էի մի բան, որը կներկայացներ ձեզ, ոչ անցյալը, ոչ ապագան, այլ այն, թե ով եք դուք հիմա։ Ուժեղ, եզակի, փայլուն։ Սեսիլիան հիացավ մատանով, զարմացած ոչ այնքան զարդի գեղեցկությամբ, որքան դրա խորհրդանշականությամբ։ Դա պարտավորություն էր, այո, բայց նա իր ճանապարհի տոնակատարություն։ Մանեն ցատկեց աթոռից, այլս չկարողանալով զսպել իր ուրախությունը։ Դա նշանակում է, որ ես հարսնաքույր եմ լինելու։ Կարող եմ ձեր նկարած զգեստը կրել։ Իհարկե, այո, ծիծաղեց Սեսիլիան, գրկելով նրան։ Ամենագեղեցիկը, որ երբես ստեղծել եմ։ Այդ գիշեր նշանավորեց այն բանի պլանավորման սկիզբը, որը կլիներ ոչ միայն արարողություն, այլ վերսկսման իսկական տոնակատարություն։ Նրանք որոշեցին անել ինչ-որ մտերիմ բան, միայն մտերիմ ընկերներով ընտանիքով։ Ամսաթիվը սահմանվեց 3 ամիս հետո, բավարար ժամանակ նախապատրաստությունների համար, բայց ոչ այնքան, որ հավերժություն թվար։ Հաջորդ շաբաթները աշխույժ էին, բայց այլ կերպ։ Ատելյեում Սեսիլիան ավելի շատ պարտականություններ էր պատվիրակում իր օգնականներին, որպեսզի կարողանար նվիրվել իր հարսանեկան զգեստին, մի հատուկ նախագիծ, որը նա գաղտնի էր պահում, աշխատելով դրա վրա միայն ազատ ժամերին։ Զգեստը դառնում էր նրա գլուխգործոցը, ոչ թե տեխնիկական բարդության, այլ յուրաքանչյուր մանրամասնի նշանակության պատճառով։ Հիմնական գործվածքը փղոսկրագույն ատլաս էր, որի վրա նա ասեղնագործում էր փոքրիկ տարրեր, որոնք պատմում էին իր պատմությունը։ Դաստակին ոճավորված ավտոբուսի կայարան, փեշին, հարմարավետ տուն, սրտի մոտ, փափուկ արջուկ, որը ներկայացնում էր Մանեին։ Մի կիրակի կեսօրին, երբ նա աշխատում էր զգեստի վերջին մանրամասների վրա, Սեսիլիան անսպասելի այց ստացավ իր ատելյեում։ Դա Լուիզան էր, իր քույրը, ով վերջերս էր տեղափոխվել Երան։ Եկա տեսնելու, թե արդյոք իմ հայտնի քրոջը օգնություն է պետք նախապատրաստությունների հարցում, կատակեց Լուիզան, գրկելով նրան։ Հայտնի է չափազանցություն, ծիծաղեց Սեսիլիան։ Բայց ես ուրախ եմ, որ եկաք։ Իսկապես անկեղծ կարծիքի կարիք ունեմ զգեստի մասին։ Տեսնելով գրեթե ավարտված կտորը, Լուիզան անխոս մնաց։ Նրան տպավորում էր ոչ միայն զգեստի գեղեցկությունը, այլ յուրաքանչյուր կարի, յուրաքանչյուր դիզայնի ընտրության մեջ տեսանելի պատմությունը։ Կարծես դուք ձեր հոգին եք կարել դրա մեջ, վերջապես մեկնաբանեց նա։ Ինչ-որ կերպ, այո, համաձայնեց Սեսիլիան։ Յուրաքանչյուր մաս կարևոր բան է ներկայացնում։ Ահա այստեղ, ցույց տվեց նա գոտկատեղի մի մանրամասնին, սրանք բոլոր նրանց սկզբնատառերն են, ովքեր օգնել են ինձ հասնել այստեղ, Ռաֆայելը, Մանեն, իհարկե, բայց նա դոկտոր Պողոսյանը, Ջուլիետան, դուքը։ Իսկ այս դատարկ տարածքը, հարցրեց Լուիզան, նկատելով դեկոլտեի մոտ դեռ չմշակված տարածքը։ Սեսիլիան առեղծվածային ժպտաց։ Սա ապագայի համար է։ Ես կլրացնեմ այն արարողությունից հետո, մի բանով, որը կներկայացնի նոր գլուխը։ Երկու քույրերը կեսօրն անցկացրին միասին, հիշելով մանկության պատմությունները, թարմացնելով միմյանց կյանքի մասին տեղեկությունները, վերակառուցելով մի հարաբերություն, որը թուլացել էր տարիների բաժանումից։ Երբ Լուիզան վերջապես հրաժեշտ տվեց, Սեսիլիան հասկացավ, որ իր կյանքի գլուխկոտրուկից մեկ կտոր գտել էր իր տեղը։ Հարսանիքից 3 շաբաթ առաջ Ռաֆայելը Սեսիլիային զարմացրեց մեկ այլ նորությամբ։ Նա հողատարածք էր գնել Երանի ծայրամասում, ծառապատ հանգիստ տարածքում։
Այն շատ մեծ չէ, բացատրեց նա, ցույց տալով լուսանկարները, բայց բավականաչափ տարածք ունի հարմարավետ տան, այգու համար, որտեղ Մանեն կարող է խաղալ։ Նա վարանեց, առաջին անգամ նյարդայնացած թվալով. «Ձեզ համար ավելի մեծ ատելյե»։ Ատելյե։ Մեր տանը։ Ես մտածեցի, որ դուք կցանկանայիք երբեմն տանից աշխատել, հատկապես, երբ նա կոկորդը մաքրեց։ Եթե մի օր որոշենք ընդլայնել մեր ընտանիքը։ Սեսիլիան զգաց, որ սիրտը արագանում է հեռանկարից։ Սեփական տուն, ստեղծագործելու տարածք, ապագայում ավելի շատ երեխաներ ունենալու հնարավորություն։ Դա ավելին էր, քան երբե երազել էր։ Արդեն սկսել եք նկարել, հարցրեց նա, իմանալով Ռաֆայելի գիրքը բնակելի նախագծերի նկատմամբ։ Նա ժպտաց, թեթացած նրա դրական արձագանքից։ Ես մի քանի էսքիզ ունեմ։ Ուզում էի, որ դուք մասնակցեք գործընթացին։ Ի վերջո, դա կլինի մեր տունը։ Մեր տունը, կրկնեց նա, վայելելով բառերը։ Անհամբեր սպասում եմ ձեր նկարները տեսնելուն։ Հարսանիքի օրը Երանում եղանակը կատարյալ էր, կապույտ երկինք, մեղմ ջերմաստիճան, մեղմ զեփյուռ, որը կարծես օրհնում էր առիթը։ Արարողությունը պետք է տեղի ունենար քաղաքի ծայրամասում գտնվող փոքրիկ հյուրատան այգում, դեպի պահպանվող անտառային տարածքի տեսարանով։ Հարսի համար նախատեսված սենյակում Սեսիլիային օգնում էին Լուիզան Ռաֆայելի մայրը, տիկին Բերտան, ով նրան դստեր պես էր ընդունել առաջին իսկ հանդիպումից։ Զգեստը, վերջապես ավարտված, ավելի տպավորիչ էր հագնելիս, ոչ շքեղությամբ, այլ նուրբ նշանակալի էլեգանտությամբ։ Նյարդայնացած եք, հարցրեց տիկին Բերտան, կարճ քողը շտկելով։ Տարօրինակ է, բայց ոչ, հանգիստ պատասխանեց Սեսիլիան։ Զգում եմ, կարծես վերջապես տուն եմ հասել երկար ճանապարհորդությունից հետո։ Դռանը փոքրիկ թակոցը ընդհատեց զրույցը։ Դա Մանեն էր, շլացուցիչ իր հարսնաքույրի զգեստով, նույնպես Սեսիլիայի նկարած կապույտ երանգով, որը համապատասխանում էր նշանադրության մատանուն։ Կարող եմ մտնել։ Հայրիկն ասաց, որ չանհանգստացնեմ, բայց ես պետք է ձեզ տեսնեի նախքան, բացատրեց աղջիկը։ Դու երբեք չես անհանգստացնում, փոքրիկս, ժպտաց Սեսիլիան, բացելով ձեռքերը։ Արի այստեղ։ Մանեն վազեց նրա գիրկը, զգույշ լինելով, որ չճմրթի զգեստները։ Դու թագուհու պես ես թվում, շշնջաց աղջիկը նրա ականջին։ Իսկ դու, իմ արքայադուստր, բացարձակապես կատարյալ ես, հուզված պատասխանեց Սեսիլիան։ Երբ ժամանակը եկավ, դոկտոր Պողոսյանն էր, ով նրան առաջնորդեց դեպի այգում իմպրովիզացված զոհասեղանը։ Այն բժիշկը, ով խնամել էր նրան այդ առաջին գիշեր, դարձել էր ընտանիքի մտերիմ ընկերը, Սեսիլիան չէր կարող պատկերացնել ավելի հարմար մարդ այս դերի համար։ Ռաֆայելը սպասում էր նրան վայրի ծաղիկների կամարի տակ, Մանեի հետ կողքին։ Նրա հայացքը, տեսնելով նրան մոտենալիս, պարունակում էր աշխարհի ամբողջ սերը, ոչ միայն ֆիզիկական գեղեցկության հիացմունք, այլ այն ճանապարհի խորը ճանաչումը, որը նրանք միասին անցել էին։ Արարողությունը պարզ էր, հուզիչ։ Նրանք փոխանակեցին իրենց կողմից գրված ուխտեր, խոստումներ, որոնք խոսում էին ոչ թե կատարելության, այլ ամենօրյա պարտավորության, մշտական ընտրության, փոքրիկ ժեստերով կառուցված սիրո մասին։ Խոստանում եմ լինել ձեր ապահով նավահանգիստը, ասաց Ռաֆայելը, ինչպես դուք էիք իմը, երբ նույնիսկ չէիք նկատում։ Խոստանում եմ ձեզ հետ, օրեցօր, կառուցել այն տունը, որը միշտ երազել ենք, պատասխանեց Սեսիլիան, ոչ միայն պատերով, տանիքներով, այլ փոխըմբռնումով ճշմարտությամբ։ Երբ Մանեի մասնակցության պահը եկավ, աղջիկը զարմացրեց բոլորին իր սեփական խոստումով։ Խոստանում եմ կիսել իմ խաղալիքները չբողոքել քնելու ժամանակ, սկսեց նա ժպիտներ պոկելով, ապա նրա ձայնն ավելի լուրջ դարձավ։ Եվ խոստանում եմ սիրել ձեզ հավերժ, մայրիկ Սեսի, որովհետև դուք ինձ սովորեցրիք, որ ընտանիքները կարող են կարվել սիրով, ինչպես ձեր ամենագեղեցիկ զգեստները։ Երեխայի խոսքերից հետո հյուրերի մեջ չկար չոր աչք։ Հաջորդող խնջույքը ուրախ էր անկաշկանդ, հենց այնպես, ինչպես նրանք պլանավորել էին։ Ընկերները, ընտանիքի անդամները, գործընկերները տոնեցին ոչ միայն զույգի պաշտոնական միությունը, այլ հաղթահարման վերածննդի արտակարգ պատմությունը, որին նրանք ականատես էին եղել։ Ընդունելության ժամանակ Ջուլիետան մոտեցավ Սեսիլիային մի անակնկալ պահողի արտահայտությամբ։ Ես ձեզ համար նվեր ունեմ, ասաց լրագրողը, նրան ծրար մեկնելով։ Կամ ավելի ճիշտ, լուր։ Ծրարի ներսում էլեկտրոնային նամակի տպագիր օրինակ կար։ Դա Երանի նորացության կարևոր դպրոցի հաղորդագրությունն էր, որը Սեսիլիային հրավիրում էր դիզայն դասավանդելու որպես հրավիրյալ պրոֆեսոր։
Նրանք տպավորված էին ձեր պատմությամբ, դիզայնի նկատմամբ, ձեր յուրահատուկ մոտեցմամբ, բացատրեց Ջուլիետան։ Կարծում են, որ դուք շատ բան ունեք սովորեցնելու երիտասարդ ոճաբաններին։ Սեսիլիան անխոս մնաց։ Դասավանդելը մի բան էր, որի մասին նա երբեք լրջորեն չէր մտածել, բայց որն այժմ կարծես իր ճանապարհի բնական շարունակությունն էր, կիսվել ոչ միայն տեխնիկաներով, այլ արժեքներով, ճկունությամբ, մասնագիտական էթիկայով։ Դուք պարտադիր չէ, որ հիմա որոշեք, շարունակեց Ջուլիետան։ Դա պարզապես մի սերմ է, որը ես ցանել եմ։ Մտածեք դրա մասին մեղրամիսից հետո։ Մեղրամիսը։ 3 շաբաթ սանի ափին, հեռու Երանի եռուզերից, միայն երեքով, որովհետև, իհարկե, Մանեն էլ էր գնալու։ Դա մի ճանապարհորդություն էր, որը խորհրդանշում էր նրանց կյանքի պաշտոնական սկիզբը որպես ընտանիք, թե նրանց սրտերում այդ ընտանիքն արդեն վաղուց գոյություն ուներ։ Խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր, երաժշտությամբ, պարերով տոնակատարությամբ։ Որոշակի պահի Սեսիլիան մի փոքր հեռացավ, հեռվից դիտելով Ռաֆայելին Մանեին, միասին պարելիս, ծիծաղելիս որե առանձնահատուկ կատակի վրա։ Դոկտոր Պողոսյանը մոտեցավ, նրան շամպայնի բաժակ առաջարկելով։ Մտածկոտ եք, հարցրեց նա։ Երախտապարտ, ուղղեց նա։ Նրանց այնտեղ նայելով, մտածում եմ, թե որքան մոտ էի նրանց երբեք չճանաչելուն։ Եթե Մանեն չպնդեր օգնել ինձ այդ օրը։ Երեխաներն ունեն մի իմաստություն, որը մենք հաճախ կորցնում ենք տարիքի հետ, մեկնաբանեց բժիշկը։ Նրանք տեսնում են մարդկանց, ոչ թե հանգամանքներ։ Սեսիլիան գլխով արեց, մտածկոտ։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը տպավորում։ Թե ինչպես իմ կյանքի ամենամութ պահերը ինձ բերեցին այն ամենամեծ լույսին, որը երբեք ճանաչել եմ։ Եթե ես կարողանայի վերադառնալ, ոչինչ չէի փոխի, նույնիսկ փողոցում անցկացրած ամենադժվար օրերը։ Որովհետև այդ օրերն էին, որ ձեզ բերեցին այստեղ, ավարտեց բժիշկը։ Ճիշտ այդպես։ Ռաֆայելը մոտեցավ, շնչահեղձ, Մանեի հետ պարելուց։ Կարող եմ իմ կնոջը պարելու համար գողանալ, հարցրեց նա բժշկին։ Ամբողջությամբ ձերն է, ժպտաց դոկտոր Պողոսյանը, հեռանալով։ Պարահրապարակում, մեղմ լույսերի ներքո ռոմանտիկ երաժշտության հնչյունների ներքո, Ռաֆայելը Սեսիլիային մոտ քաշեց։ Երջանիկ եք, հարցրեց նա։ Ավելի, քան երբեք պատկերացնում էի, որ հնարավոր է, պատասխանեց նա, գլուխը դնելով նրա ուսին։ Գիտեք, թե ինչ ասաց ինձ Մանեն հենց նոր, մեկնաբանեց Ռաֆայելը։ Որ երբ մեծանա, ուզում է հագուստներ ստեղծել, որոնք պատմություններ կպատմեն, ինչպես դուք։ Սեսիլիան հուզված ժպտաց։ Նա կարող է լինել այն, ինչ ուզում է։ Մենք նրա կողքին կլինենք ամեն քայլափոխի։ Իրական ընտանիքի պես, ավարտեց Ռաֆայելը։ Ամենաիրականը բոլորից, համաձայնեց Սեսիլիան։ Այդ գիշեր, շատ ժամեր անց այն բանից հետո, երբ խնջույքը ավարտվեց, Մանեն հյուծված քնել էր իր սենյակում, Սեսիլիան ավարտեց իր հարսանեկան զգեստի ասեղնագործությունը։ Սրտի մոտ թողած դատարկ տարածքում նա ասեղնագործեց 3 փոքրիկ ձեռք բռնած մարդուկներ, մի տղամարդ, մի կին, մի երեխա։ Դրանք պարզապես խորհրդանիշեր չէին, այլ նոր գլխի ներկայացում, որը պատմության ավարտը չէր, այլ ընդամենը մի ճանապարհորդության սկիզբ, որը խոստանում էր լինել ավելի գեղեցիկ նշանակալի, քան ցանկացած դիզայն, որը նա կարող էր ստեղծել։ Զգուշորեն պահելով զգեստը, որն այժմ ամբողջական էր, Սեսիլիան մտածեց այն ճանապարհի մասին, որը նրան բերել էր այստեղ։ Մի դավաճանված երիտասարդ դիզայներից դեպի անօթան, հուսահատ կին։ Ժամանակավոր հյուրից դեպի մայրական կերպար սիրելի կին։ Հանգամանքների զոհից դեպի իր սեփական պատմության գլխավոր հերոսուհի։ Յուրաքանչյուր փուլ ավելացրել էր մի կտոր իր ինքնության բարդ գործվածքին։ Եվ այդ կտորները կարված արցունքներով, ծիծաղներով, վախով, հույսով ստեղծել էին ամենագեղեցիկ նախշը, իսկությամբ, քաջությամբ, ամենակարևորը, սիրով ապրած կյանքի նախշը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սեսիլիայի, Ռաֆայելի Մանեի պատմությունը դիպել է ձեր սրտերին։ Այս հուզական ճանապարհորդությունը շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երկացանք, նմանապես հուզիչ պատմություններով։ Գտեք այն այստեղ, սեղմելով ձեր ձախ կողմում։ Եթե ձեզ դուր եկավ այս պատմությունը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին հավանել տեսանյութը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք յուրահատուկ պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը։ Բաց մի թողեք մեր հաջորդ բովանդակությունը։ Սպասում ենք ձեզ։ Մեկնաբանություններում